Թռչուններ ցամաքային ողնաշահավորների մեջ առավել բազմազան եւ բազմաթիվ կենդանիներ են, հայտնի է 8000 տեսակ, պատկանում են ամնիոտների խմբին։ Թռչունները գենետիկորեն մոտ են սողունին եւ համարվում են նրանցից առանձնացված առաջադիմական ճյուղ։ Կենդանիների էվոլյուցիոն շարքում թռչունները առաջին ձևերն են, որոնք ունեն մարմնի համեմատաբար բարձր, անփոփոխ եւ մշտական ջերմություն, որը կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։ Թռիչքի անցնելու կապակցությամբ թռչունների մարմնի գրեթե բոլոր օրգաններում կատարվել է մորֆոլոգիական վերակառուցումներ, որոնք էապես բարձրացրել են նրանց կենսագործունեության մակարդակը։ Բոլոր թռչունների մոտ ձևավորվել է ընդհանուր սկզբունքորեն միատեսակ մարմնի ձև՝ փոքր գլուխ, երկար եւ շարժուն պարանոց, ոչ մեծ, խիտ եւ կլոր իրան։ Փետրածածկույթը ապահովում է նրանց մարմնի շրջոցությունը։ Թևերը հանգիստ ժամանակ ծածկում են թռչունների իրանը եւ պոչը։ Թռչող ամենափոքր թռչունը կալիբրին, որը կրետի չափ է, ունի 1-ից 2 գրամ մարմնի զանգված, իսկ ամենախոշոր տեսակները, որոնց թևերի բացվածքը հասնում է 3-ից 4 մետր, ունեն մինչև 14-ից 16 կիլոգրամ մարմնի զանգված։ Լողարկող թռչունների պինգվինների մարմնի զանգվածը հասնում է 40 կիլոգրամ, իսկ վազողներինը աֆրիկական ջայլամներինը 80-ից 90 կիլոգրամ։ Ջայլամների մարմնի բարձրությունը հասնում է 3 մետրի։ Չնայած մարմնի ընդհանուր միակերպությանը, թռչունները ունեն տարբեր ձևի եւ չափի կտուց, թևեր եւ պոչ, տարբեր երկարության ոտներ եւ այլն։ Թռչունների մաշկը նուրբ է, չոր եւ ճկուն, այն որպես կանոն զրկված է քրտնագեղձերից եւ ճարպագեղձերից, բացառություն է կազմում ջրլող թռչունների պոչուկային գեղձը։ Թռչունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ արտաքին էպիդերմիսից եւ ներքին կուտիսից։ Արտաքին շերտը կամ վերնամաշկը շատ բարակ է, եղջերային, իսկ ներքինը ենթամաշկը հաստ է լավ զարգացած։ Վերջինիս մեջ են տեղադրված կոլագենային եւ ճկուն շարակցահյուսվածքային թելերը, արյունատար անոթները, նյարդերը, զգայական մարմնիկները։ Կուտիսի մեջ են գտնվում նաեւ փետուրների բնոսները եւ նրանց ծնող պտկիկները։ Փետուրները շարժող հարթ եւ միջաձիգ զոլավոր մկանաթելերի խրձերը։ Ենթամաշկում է կուտակում ճարպային շերտը, որով լավ զարգացած է մարմնի բոլոր մասերում։ Թռչունների մաշկը չունի մաշկային ոսկորներ, բայց էպիդերմիսը հարուստ է բազմազան եղջերային ածանցյալներով։ Օրինակ թռչունների վերին եւ ստորին ծնոտները, որոնք կազմում են կտուս, ծածկված են եղջերային պատյաններով։ Մատների ծայրերին կան եղջերային ճանկեր։ Թռչունների որոշ տեսակների ոտների ստորին մասը, սրունքը, կրնկաթաթը սողունների նման ծածկված է եղջերային թիթեղներով։ Եղջերային նյութից է գոյացել փասյանների եւ մի քանի այլ թռչունների արուների կրնկաթաթի վրա գտնվող պիտի պատյանը։ Մաշկային ածանցյալներից են թռչունների ամբողջ փետրածածկույթը, ակնագունդը եւ ականջաբլթակը։ Թռչունների փետուրի եւ սողունների թեփուկի զարգացումը գենետիկորեն կապված են իրար հետ։ Թռչունների փետուրների զարգացումը սկսվում է սաղմնային վաղ շրջանում։ Նրանք գոյանում են էպիթելիային բջիջներից կազմված մաշկի փետրային պտկիկների բջիջներից։ Էպիդերմիսի եւ կուտիսի բջիջների աճի շնորհիվ մաշկի վրա գոյանում է թմբիկ, որը նման է սողունների թեփուկի սկզբնակին։ Հետագա զարգացման ընթացքում թմբիկը աճում եւ ձևավորում է փետուր։ Մաշկի մեջ գոյանում են փետուրի բնոցը, փետուրը սնող պտկիկը, փետուրի եղջերային պատյանը եւ այլն։ Լրիվ զարգացած փետուրը մահացած գոյացում է, մինչև փետրափոխումը նա մնում է կպած բնոցի պատային եւ փետուրը շարժող մկաներին։ Փետուրը բաղկացած է երկու մասից՝ առանցքից եւ հովարից։ Փետուրի առանցքը նույնպես բաղկացած է երկու մասից՝ մերկ մասից, որը գտնվում է մաշկի մեջ եւ կոչվում է գրափետուր, եւ ցողունից, որի վրա տեղադրված է հովարը։ Փետրափոխության ժամանակ գրափետուրը անջատվում է իր բնոցի պատի պտկիկից եւ թափվում։ Հովարը իրենից ներկայացնում է ցողունի աջ եւ ձախ կողմերում երկու շարքով հավասարաչափ տեղադրված թիթեղներ ճաճանճներ։ Տարբերում են առաջին կարգի ճաճանճներ, որոնք սկսվում են փետուրի ցողունից, եւ երկրորդ կարգի, որոնք սկսվում են առաջին կարգի ճաճանճներից։ Երկրորդ կարգի ճաճանճները ունեն կեռիկներ եւ կարթեր, որոնց օգնությամբ նրանք միանում են իրար եւ ստեղծում ամուր եւ ճկուն հովար։ Հավազգիների եւ մի շարք այլ թռչունների հովարի ստորի մասում կան լրացուցիչ առանցքներ, որոնք կրում են նուրբ ճյուղավորվող առանց կարթերի մազիկներ։ Վերջիններս մեծացնում են փետուրի ջերմամեկուսիչ հատկությունը։ Չթռչող տեսակների մարմինը հավասարաչափ ծածկված է փետուրներով, իսկ թռչողներինը անհավասարաչափ։ Մարմնի այն մասերը, որոնք ծածկված են փետուրներով, կոչվում են պտերիլային, իսկ մերկ մասերը՝ ապտերիլային։ Տարբերում են փետուրների հետևյալ տեսակները՝ եզրագծային ծածկող, թափային, ղեկային եւ աղվամազային կամ բմբուլ։ Եզրագծային փետուրները տեղադրված են մարմնի բոլոր մասերում եւ կազմում են փետրածածկույթի հիմնական մասը։ Նրանց տակ գտնվում են մանր աղվամազային փետուրները, որոնք մարմինը պաշտպանում են ցրտից։ Թափային փետուրները գտնվում են թևերի նախաբազուկի եւ դաստակի բաժիններում։ Նրանք երկար են, ամուր եւ ճկուն, կազմում են թևի հիմքը։ Թափայինների մեջ կան մեծ առաջին կարգի փետուրներ, որոնք տեղադրված են առաջին եւ երկրորդ մատների հատվածներում, եւ փոքր երկրորդ կարգի փետուրներ, որոնք տեղադրված են արմունկոսկրի հատվածում։ Դրանից բացի առաջին մատների վրա կան 3-ից 4 փոքր փետուրներ, որոնք կոչվում են թևիկներ։ Ղեկի փետուրները տեղադրված են պոչի վրա։ Այս փետուրները դասավորված են մեկ շարքով եւ կպած են պոչի ողերին եւ պոչուկին։ Թռիչքի համար ղեկային փետուրները
փետուրները ունեն մեծ նշանակություն։ Աղվամազային փետուրների ցողունը բարակ է, նա չունի երկրորդ կարգի ճաճանշներ։ Այդ պատճառով աղվամազը չի կազմում հոս թիթեղ։ Մի շարք դեպքերում ցողունը այնքան կարճ է, որ ճաճանշները սկսվում են մեկ խրձով նրա գագաթից։ Սա իսկական բմբուլն է։ Աղվամազային փետուրը և բմբուլը բոլորից լավ զարգացած է ջրլող և ցուրտ երկրներում ապրող թռչունների մոտ։ Բմբուլը հիմնական ջերմամեկուսիչ փետուր է։ Բմբուլների մեջ կան թելանման փետուրներ, բմբուլային փետուրներ։ Վերջապես թռչուններից շատերի բերանի անկյուններում կան խոզաներ, որոնք բացված բերանի հետ կազմում են ծագար և մեծացնում միջատ բռնելու հնարավորությունը թռիչքի ժամանակ։ Թռչունները պարբերաբար կատարում են փետրափոխություն, ոմանք կատարում են տարեկան մեկ անգամ, մյուսները մի քանի անգամ։ Վերջինի դեպքում փետուրները փոխվում են հաջորդաբար։ Օրինակ, գիշատիչ և միջատակերտ թռչունները, որոնք սնվում են օդում, փետրափոխության ժամանակ չեն կորցնում իրենց թռիչքի ընդունակությունը։ Հավազգիները, անտառների, թփուտների և կանաչների բնակիչները փետրափոխությունը կատարում են արագ։ Այդ ժամանակ նրանք գրեթե չեն թռչում, թաքնվում են բներում։ Մայրեհավերը և խլահավերը կարճ ժամանակ կորցնում են թռիչքի ընդունակությունը։ Ջրլող թռչունների մեծ մասի թափահարող փետուրները միաժամանակ են թափվում, և նրանք երկար ժամանակ կորցնում են թռչելու հնարավորությունը։ Փետրացիան ժամանակ ջրլող թռչունները հավաքվում են գետերի, լճերի և ծովերի դժվար մատչելի ափերում։ Փետրափոխման ժամանակ փոխվում են ոչ միայն փետուրները, այլև կրճատվում է նրանց քանակությունը և երկարությունը։ Ձմռանը փետուրները խտանում են, իսկ ամռանը նոսրանում։ Նույն տեղում մշտապես ապրող միգրացիաներ չկատարող թռչունների մոտ ձմռանը փետրածածկույթի ջերմամեկուսիչ աղվամազային մասը ավելի լավ է զարգացած, քան ամռանը։ Փետուրների ստորի մասի ճաճանշները նուրբ են, չունեն կարթեր, նրանք կազմում են հովարի բմբուլային մասը և իրենց մեջ պարունակում են ջերմամեկուսիչ օդ։ Թռչունները ունեն բազմազան գունավորում, որը պայմանավորվում է փետուրի եղջերային բջիջներում մելանին և լիպոխրոմին գունակների կուտակումով։ Այն պայմանավորվում է նաև եղջերային բջիջների կազմության մանրադիտակային առանձնահատկություններով, լույսի ինտերֆերենցիայով։ Յուրաքանչյուր տեսակի թռչունի գունավորումը ունի կարևոր նշանակություն։ Բազմացման ժամանակ այն հեշտացնում է տարբեր սեռերի պատկանող առանձնյակների հանդիպումը, կանխում է ներտեսակային բախումները, աջակցում է ընտանիքների և պոպուլյացիաների ձևավորմանը։ Թռչուններից ոմանք ունեն հովանավորող գունավորում, որը նրանց դարձնում է անտեսանելի իրենց բնական տեղում։ Թռչունները կատարում են բազմազան շարժումներ։ Նրանք քայլում են, թռչում, ցատկում, վազում, մագլցում, լողում և սուզում են ջրի մեջ և այլն։ Այս բոլորը կատարվում է մկանահենարանային համակարգի, շարժումները կարգավորող և կողմնորոշող օրգանների, օրգանիզմում էներգիայի անհրաժեշտ ռեզերվներ ստեղծող համակարգերի գործունեությամբ։ Թռչունների մկանները ավելի լավ են տարբերակված, քան ձկներինը, երկկենցաղներինը և սողուններինը։ Թռչունների մկանների հարաբերական զանգվածը սողունների հետ համեմատած մեծ է, այն կազմում է մսեղենի 40-ից 50%-ը։ Այն ապահովում է թռչունների համեմատաբար բարձր շարժունակությունը և բարդ գործունեությունները։ Թռչունների մկանները կաթնասունների հետ համեմատած պարունակում են քիչ քանակությամբ շարակցական հյուսվածք, ունեն բարակ մկանային մանրաթելեր և ավելի մուգ գույն, որը պայմանավորվում է միոգլոբինի պարունակությամբ։ Տարբերում են սպիտակ և կարմիր գույնի մկաններ։ Սպիտակ մկանների թելերը ավելի հաստ են, ունեն ավելի շատ միոֆիբրիլներ, բայց պարունակում են քիչ քանակությամբ սարկոպլազմա և միոգլոբին։ Այդպիսի մկանները ընդունակ են հաճախակի կծկվելու, բայց արագ հոգնում են։ Կարմիր մկաներում սարկոպլազմայի և միոգլոբինը շատ է, նրանք կծկվում են համեմատաբար դանդաղ, օժտվածը մեծ ուժով, քիչ են հոգնում, քան սպիտակ մկանները։ Թռչունները ունեն նախորդ ողնաշարավորների հետ համեմատած ավելի լավ տարբերակված մկաններ գլխային և պարանոցային բաժիններում, վերջույթներում, ողնաշարում, սակայն գլխային բաժնի մկանները թույլ են զարգացած։ Այստեղ բացառություն են կազմում կտուցի վերին և ստորի մասերի լեզվի և ենթալեզվային ոսկորները շարժող մկանները, որոնք թռիչքի և հանգստի ժամանակ ապահովում են գլխի և պարանոցի բազմատեսակ շարժումները։ Ողնաշարի, կրծքի և գոտկասրբանային բաժնի մկանները թույլ են զարգացած, որովհետև նրանց շարժումները սահմանափակ են։ Թռչունները ունեն ջլային թաղանթ, ստոծանի, որը կրծքային և որովայնային խոռոչները լրիվ չի բաժանում։ Թռչունների մարմնի ձևը համապատասխանում է աերոդինամիկայի պահանջներին։ Նրանց առավել հզոր մկանները տեղադրված են իրանային բաժնում, որոնց ջղերը գնում են դեպի վերջույթները։ Առջևի վերջույթների մկաներից են աջ և ձախ ենթահանրակային մկանները, որոնք բարձրացնում են թևերը, կրծքային մեծ մկանները, որոնք թռիչքի ժամանակ իջեցնում են թևերը։ Կրծքային մեծ մկանները կազմում են մարմնի ընդհանուր զանգվածի մինչև 25%-ը։ Թռիչքի մասնակցում են նաև մի քանի տասնյակ մանր մկաններ, որոնք տեղադրված են իրանի, բազուկի և նախաբազուկի վրա։ Կրծքավանդակի շնչառական շարժումները իրագործվում են միջկողային և մարմնի պատերի վրա տեղադրված այլ մկանների գործունեությամբ։ Սողունների հետ համեմատած թռչունների ենթամաշկային մկանները լավ են զարգացած։ Նրանց օգնությամբ շարժվում են փետուրները։ Թռչունների մկաններում կուտակված միոգլոբինը պարունակում է մեծ քանակությամբ թթվածին։ Միոգլոբինը և նրա մեջ պարունակվող թթվածինը շատ է կրծքի մեծ մկաններում, ստամոքսի մկանոտ բաժնի պատերում և սրտում։
Միոգլոբինի քանակությունը հատկապես շատ է ակտիվ թռչող, ջրի մեջ սուզվող և բարձր լեռներում ապրող թռչունների մկաններում, բայց բոլոր դեպքերում թթվածնի քանակությունը այրան մեջ ավելի շատ է, քան մկաններում։ Որովայնային մկանները բարակ են, թույլ են զարգացած պոչի սահմանում կան լավ զարգացած մկաններ, որոնք շարժում են ղեկային փետուրները։ Վերջույթների մկանները լավ են զարգացած, ուսագոտու վերջույթների մկաներից են բազուկը բարձրացնող արմունկի հոդը տարածող և ծալող, նախաբազուկը պտտող, նախադաստակի հոդի, մատների և նրանց առջևի և հետին թաղանթների մկանները։ Կոնքագոտու վերջույթները ունեն կոնքի, ազդրի, սրունքի և մատների մկանային խմբեր։ Առավել մսոտ են ազդրը և սրունքը։ Գարշապարի, նախագարշապարի և մատերի մկանները ներկայացվում են սրունքի վրա տեղադրված ջրերի ձևով։ Հետին վերջույթների շարժումները ապահովում են մի շարք խոշոր և մանր մկանների գործունեությամբ։ Խոշոր մկանները ամրանում են կոնքի ոսկրերին, իսկ մանրերը ազդրի և սրունքի ոսկրերին։ Սրունքի հետի մասում տեղադրված մկանի ջլերը անցնում են կրնկաթաթի վրայով, բաժանվում 4 ճյուղի և միանում մատներին։ Ծառերի ճյուղերի կամ այլ առարկաների վրա նստելու և ամրանալու համար թռչունները ունեն մի շարք հարմարանքներ։ Թռչունների մեծ մասը ջրելողներից բացի ունի շրջանցող մկան քուղ, որը սկսվում է կոնքից և գնում մինչև մատները։ Ծառի ճյուղին նստելու ժամանակ այդ քուղը ինքնաբերաբար ձգվում է և կծկում թռչունի մատները, որը ամուր գրկում է ճյուղը։ Ճնճղուկազգիները ամրանում են ճյուղին այլ ձևով։ Նրանց մատների ջլերը և ջլաբնոցները ունեն անհարթ մակերեսներ։ Ծառի ճյուղի նստելու ժամանակ թռչունի զանգվածի ճնշմամբ ջլերը ձգվում են և ամուր կպնում ջլաբնոցի պատին։ Այսպես մատները ինքնաբերաբար ձգվում են և կպնում ճյուղին։ Ճյուղին նստած վիճակում առանց մկանների լարվածության թռչունները քնում են։ Թռչունների կմախքը բաղկացած է 3 բաժիններից՝ ողնաշարից և նրա հետ կապված կրծքավանդակից, գանգից և վերջույթների նրանց գոտիների կմախքից։ Ողնաշարը կամ առանցքային կմախքը բաղկացած է 5 բաժիններից՝ պարանոցային, կրծքային, գոտկային, գավակային և պոչային։ Պարանոցային բաժնի ողերի քանակությունը տարբեր թռչունների մոտ տատանվում է 11-ից մինչև 25-ի սահմաններում։ Պարանոցի առաջին ողը՝ ատլասը կամ ատլանտը, ինչպես սողուններինը, օղակաձև է, երկրորդ ողը՝ էպիստրոֆեուսը, հոդավորվում է առաջին ողի հետ ատամնային ելունդով, վերջինս ապահովում է գլխի շարժունակությունը պարանոցի նկատմամբ։ Պարանոցի մնացած ողերը հետերոցերկալ են, սագիդալ կտրվածքով օպիստոցել, իսկ ֆրոնտալ կտրվածքով պրոցել։ Այդպիսի ողերի հոդավորումը հնարավորություն է տալիս նրանց շարժվելու և իրար նկատմամբ և հորիզոնական և ուղղահայաց ուղղությամբ։ Ողերի վերին աղեղների վրա կան հոդային ելուստներ, որոնք ամրացնում են ողերի միացումը։ Թռչունների պարանոցային ողերի կողմերը մնացուկային են։ Նրանք միաձուլվում են ողերի հետ և կազմել խողովակ, որով անցնում են ողնաշարային զարկերակը և պարանոցի սիմպատիկ նյարդը։ Պարանոցի ողերի յուրահատուկ կառուցվածքը և բարդ տարբերակված մկանները թռչուններին հնարավորություն է տալիս գլուխը շրջել 180 աստիճան։ Բվերը և թութակները շրջում են մինչև 270 աստիճան։ Գլխի բարդ և արագ շարժումները անհրաժեշտ են որս բռնելու, փետուրները մաքրելու, բույն կառուցելու համար։ Թռիչքի ժամանակ թռչունները կորացնելով և ուղղելով պարանոցը փոխում են մարմնի ծանրության կենտրոնը և հեշտությամբ փոխում թռիչքի ուղղությունը։ Կրծքային ողերի քանակությունը տարբեր տեսակի թռչունների մոտ տատանվում է 3-ից մինչև 10-ի սահմանում։ Նրանք միաձուլվում են իրար հետ և կազմում մեջքային ոսկոր, որը ամուր հոդով միանում է սրբանի հետ։ Այդ պատճառով իրանային բաժինը դառնում է անշարժ, որը կարևոր է թռիչքի համար։ Կրծքային ողերը ունեն կողեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 2 մասից՝ մեջքային և որովայնային։ Այդ մասերը շարժուն հոդավորված են իրար հետ և կազմում են անկյուն, որի գագաթը ուղղված է դեպի ետ։ Ամեն մի կողի վերի մեջքային մասը շարժուն միանում է կրծքի համապատասխան ողի մարմնի լայնակի ելունդին, իսկ որովայնային մասը՝ կրծոսկրի ստորին ծայրի եզրին։ Յուրաքանչյուր կողի մեջքային մասում կա կարթաձև, հաջորդ կողը ծածկող ելունդ, որը մեծացնում է կրծքավանդակի ամրությունը։ Կողերի 2 մասերի իրար և ողնաշարի հետ շարժուն միացումները համապատասխան մկանների գործունեությունը հնարավորություն են տալիս փոխելու մարմնի խոռոչի ծավալը և ապահովելու շնչառությունը։ Կրծոսկրը իրենից ներկայացնում է լայն, բարակ և երկար թիթեղ, որի վրա կատարաձև տեղադրված է բարձր ողնույցը։ Ողնույց չունեն միայն վազող թռչունները, ժայլամները։ Կրծոսկրը և նրան ողնույցին են միանում և ամրանում թևերը շարժող հզոր կրծքային մկանները։ Թռչունները սողունների նման ունեն 2 սրբանային ող։ Բոլոր գոտկային և սրբանային ողերը, ինչպես նաև պոչային ողերի մի մասը անշարժ միաձուլվում են իրար հետ և կազմում միասնական ոսկոր բարդ սրբան։ Վերջինս բաղկացած է 10-ից 22 ողից։ Բարդ սրբանն անշարժ միանում է նաև կոնքագոտու, զստ, նստ և ցայլային ոսկորները։ Դրա հետևանքով գոյանում է անշարժ իրանային բաժին և ամուր հենարան ետին վերջույթների համար։ Պոչային բաժնի ազատ ողերի թիվը չի անցնում 5-ից 9, սրանցից 4-ից 8-ը միաձուլված են և կազմում են պոչային ոսկոր, որին հովարաձև միանում են ղեկային փետուրները։ Պոչի կարճացումը և պիգոստիլի գոյացումը, պահպանելով պոչի շարժունակությունը, ամրացել են պոչի հենարանը, որը շատ կարևոր է թռիչքի ժամանակ, երբ պոչը կատարում է և ծանրության կրող, և թռիչքը կարգավորող որպես ղեկ և արգելակ օրգանի դեր։
Թռչունների գանգը նման է սողունների դիապսիդ տիպի գանգին, նա չունի վերին աղեղներ։ Գանգը բաղկացած է երկու մասից՝ ուղեղատուփից և ընդերային ծնոտային մասից։ Ուղեղատուփը տրոպիլոբլաստիկ տիպի է, որտեղ ակնակապիճները գտնվում են գլխուղեղից առաջ։ Թռչունների գանգի ուղեղային մասը և ակնակապիճները սողունների հետ համեմատած խիստ մեծացել են, որը կապված է առջևի ուղեղի կիսագնդերի և աչքերի խիստ մեծացման հետ։ Թռչունների գանգատոփի ծոծրակի մեծ անցքը և ծոծրակի թմբիկը տեղաշարժվել են դեպի գանգի հատակը, որը մեծացրել է գլխի շարժունակությունը։ Ծոծրակի մեծ անցքը շրջապատված է ծոծրակային 4 ոսկորներով՝ հիմնական, 2 կողքային և վերին հիմնական և կողքային ծոծրակային ոսկորներից գոյանում է միայն մեկը։ Ծոծրակային թմբիկ, որը հոդավորվում է պարանոցային առաջին ողի ատլանտի հետ։ Լսողական պատիճը կազմված է ականջի 3 ոսկորներից, որոնք միաձուլվում են իրար հետ և հատակի ոսկրի հետ։ Միջին ականջում կա միայն մեկ ոսկոր ասպանդակ։ Գանգի ուղեղային մասի տանիքում և կողքերին տեղադրված են հետևյալ ոսկորները՝ զույգ ծածկույթային, թեփուկավոր, գագաթային և կողքային սեպաձև։ Գանգի հատակը կազմված է հետևյալ ոսկորներից՝ ծածկույթային հիմնական սեպաձև, նախորդի վրա գտնվող ծածկույթային հիմնական քունքային ոսկրից և պարասֆենոիդի կտուցաձև ելունդից։ Այս ոսկորների առջևի ծայրում գտնվում է խոփոսկրը, որի եզրերին բացում են խոհանները։ Կտուցի վերին մասը վերնակտուցը գոյացել է գերաճած և միաձուլված նախածնոտային ոսկրից։ Կտուցի կատարը, որը ամրացված է քթային ոսկրով, միացած է ճակատային ոսկորներին և ակնակապիճի առջևի պատին։ Վերջինս գոյացել է գերաճած հոտառական ոսկրից։ Վերին ծնոտային ոսկորները, որոնք կազմում են վերնակտուցի միայն ետին մասը, իրենց ելունդներով միաձուլվում են քիմքային ոսկորների հետ։ Վերին ծնոտային ոսկրի ետին արտաքին եզրին կձանճում է բարակ ոսկրային վերադրակը։ Վերջինս բաղկացած է երկու միաձուլված ոսկորներից՝ այտային և քառակուսի այտայինից։ Սա դիապսիդ գանգի տիպիկ ստորին աղեղն է, որը ներքևից սահմանափակում է ակնակապիճը և քունքային փոսերը։ Քառակուսի այտային ոսկորը հոդավորվում է քառակուսի ոսկորի հետ։ Վերջինս ստորին ծայրը ստորին ծնոտի հետ հոդավորելու համար ունի հոդավորման մակերես։ Նրա երկարացած վերին ծայրը հոդով միանում է թեփուկավոր և առջևաականջային ոսկորներին։ Քիմքային ոսկորները իրենց ծայրերով հենվում են պարասֆենոիդի կտուցաձև ելունդի վրա և հոդով միանում զույգ սեպաձև ոսկորներին։ Վերջիններս իրենց հերթին հոդով կապված են համապատասխան կողմերի քառակուսի ոսկորին։ Ոսկրային քիմքի այդպիսի կառուցվածքը թռչունների մեծ մասին հնարավորություն է տալիս ունենալու շատ կարևոր շարժունակ վերնակտուց։ Կտուցի ստորին մասը, ենթակտուցը կամ ստորին ծնոտը գոյացել է մեկելի կրճիկային հոմոլոգ հոդավորող ոսկրից և մաշկային ծագում ունեցող ատամնային, թիթեղային, անկյունային և պսակաձև ոսկորներից։ Հոդավորող և քառակուսի ոսկորները ձևավորում են ծնոտային հոդը։ Ծամող լավ զարգացած և տարբերակված մկանների գործունեության շնորհիվ վերնակտուցը և ենթակտուցը կատարում են պարզ և կոորդինացված շարժումներ։ Վերնակտուցը իր ճկուն գոտում քթապարտում կարողանում է ծռվել դեպի վերև և մեծացնել բերանային անցքը։ Սագերի մոտ նշված գերծռման գոտում կա հոդ։ Թռչունների ենթալեզվային ապարատը ոսկրային է։ Այն ներկայացված է երկարացված թիթեղներով և շատ երկար եղջյուրիկներով, որոնք հոմոլոգ են խռիկային աղեղների առաջին զույգին։ Փայտփորիկների և այլ թռչունների եղջյուրիկները լավ զարգացած են։ Ենթալեզվային մկանների կծկման ժամանակ եղջյուրիկները սահում են իրենց շարակցահյուսվածքային հիմքով և լեզուն դուրս հանում բերանային խոռոչից։ Առջևի զույգ ոտերի փոխարկումը թևերի խիստ ձևափոխել է ուսագոտին։ Վերջինս կառուցված է 3 ոսկորներից՝ թիակից, կտուցաձև ոսկրից և անրակից։ Թիակը երկար, նեղ թրաձև ոսկոր է, գտնվում է կողերի վրա և կապաներով միանում է նրանց։ Թիակի առջևի բազուկային ծայրը միանում է անրակի և կորակոիդի հետ, կազմում հոդափոս բազուկոսկրի գլխիկի համար։ Կորակոիդը ագրավոսկր է, խողովակաձև է, ուսագոտու ամենահզոր ոսկորն է։ Նա ուսագոտուն ամուր կապում է կրծոսկրին։ Անրակոսկրերը զույգ բարակ ոսկորներ են, որոնց ստորին ծայրերը կցաճել են, իսկ վերին ծայրերը միացել են աջ և ձախ թիակներին։ Անրակոսկրերը (ջինաղը) ուսագոտուն տալիս են առանցքականություն։ Թևերի կմախքը, ինչպես ողնաշարավորների բոլոր տիպի հնգամատ վերջույթներինը, բաղկացած է բազուկից, նախաբազուկից, կանգունից և դաստակից։ Բազուկոսկրը զանգվածեղ և խողովակաձև է, ունի օդային խոռոչ, որը միանում է միջանրակային օդապարկերին։ Բազուկի վերին հաստացած ծայրը միանում է ուսագոտու հոդափոսին, իսկ ստորին ծայրը հոդավորում է նախաբազուկի ոսկորների հետ։ Հանգիստ վիճակում բազուկոսկրը ծալվում է կրծքավանդակի տակ։ Նրա հեռադիր ծայրը ուղղվում է դեպի հետկոնքը։ Նախաբազուկը կազմված է 2 ոսկորներից՝
հաստ և ուղիղ արմունկ ոսկրերից և բարակ ճաճանճ ոսկրերից։ Այս երկու ոսկորներին միացած են իրար ծայրային մասերով, նրանց միջև կա բավականին լայն միջոսկրային տարածք։ Դաստակների ոսկորներից նախադաստակի պրոքսիմալ երկու ոսկրիկները կապաններով միացած են նախաբազուկի ոսկորներին։ Նախադաստակի դիստալ շարքի ոսկորները դաստակի բոլոր ոսկորները միաձուլվում են և կազմել ընդհանուր նախադաստակ-դաստակային ոսկոր ճարմանդ։ Թռչունների մատների կմախքը խիստ ապաճել է, լավ զարգացած են միայն երկրորդ մատի երկու ոսկորները։ Առաջին և երրորդ մատներից մնացել է մեկական կարճ ֆալանգներ։ Առաջնակարգ թափային փետուրները ամրանում են նշված երկրորդ մատի ֆալանգներին։ Առաջին մատի ֆալանգին միանում է թևիկի մի քանի փետուրներ։ Դաստակի վերակառուցման շնորհիվ ստեղծվել է ամուր հենարան առավել ծանրություն կրող առաջնակարգ թափային փետուրների համար։ Թևի հատուկ մկանները, ջղերը, ոսկորների մաշկային թաղանթները այնպես են միացած իրար, որ թևը ուղիղ գծով լրիվ չի բացվում։ Թևի առանձին մասերը մեկը մյուսի նկատմամբ գտնվում են որոշ անկյան տակ։ Նրանք կարողանում են շարժվել միայն թևի հարթության ուղղությամբ, այսինքն դարսվել և բացվել։ Թռիչքին են հարմարված նաև թևերի գոտիները։ Թռիչքի ժամանակ թռչունի մարմնի ծանրության կենտրոնը գտնվում է թևերի մակերեսների կենտրոնները միացնող գծի վրա։ Կարելի է ասել, որ թևեր դարձած առջևի զույգ վերջույթներն ունեն ամուր աերոդինամիկայի պահանջներին համապատասխանող կառուցվածք։ Ետին վերջույթների օրգանների բոլոր վերակառուցումները կապված են հողի վրա տեղաշարժվելու ժամանակ մարմնի ամբողջ ծանրությունը իրանց վրա կրելու հետ։ Թռչունների կոնքագոտին, ինչպես բոլոր ցամաքային կենդանիներին, գոյացել է 3 ոսկորներից։ Լայն և երկար զստոսկրից, որը կցաճում է բարձրբանին, նստոսկրից և վերջինիս կցաճած ցուպիկաձև ցայլոսկրից։ Այս 3 ոսկորները իրենց հեռադիր մասում ազդրի գլխիկի համար կազմում են հոդափոս։ Թռչունների կոնքագոտու աջ և ձախ մասերը լայն են, միաձուլված չեն սահմանափակում որովայնային պատի շարժունակությունը։ Այդպիսի կոնքը կոչվում է բաց տիպի։ Այն հնարավորություն է տալիս դնելու խոշոր ձվեր և հավանաբար աջակցում է արագ շնչառությանը։ Կոնքագոտին ունի մեծ մակերես, նա ամուր միանում է ողնաշարին և հանդիսանում է հենարան ոտների համար։ Կոնքագոտուն են միանում ոտքերի հզոր մկանները։ Թռչունների հետին վերջույթների ազատ մասերի վերջույթների կմախքը բաղկացած է 3 բաժնից՝ ազդրից, սրունքից և ոտնաթաթից։ Սրանց մեծ մասը խողովակաձև և ամուր է։ Ազդրի վերին ծայրը ունի գլխիկ դարձյակ, որը մտնում է վերը նշված կոնքի հոդափոսի մեջ և կազմում կոնքազդրային հոդ։ Ազդրը իր հեռադիր ծայրով միանում է սրունքի վերի մասին և կազմում ծնկային հոդ, որը ծածկված է ծունկոսկրով։ Սրունքը բաղկացած է 2 խողովակաձև ոսկորներից՝ մեծ ոլորքից և փոքր ոլորքից։ Վերջինս թռչունների մոտ խիստ ապաճել և կծաճել է մեծ ոլորքի վերին մասին։ Ոտնաթաթը բաղկացած է նախագարշապարից, գարշապարից և մատների ոսկորներից կամ ֆալանգներից։ Նախագարշապարը և գարշապատը միաձուլվում և կազմում են մեկ ոսկոր կրնկաթաթ կամ նախագարշապար գարշապարային։ Կրնկաթաթը երկարացնում է ոտքը և մեծացնում քայլի երկարությունը։ Այստեղ շարժուն հոդը գոյանում է նախագարշապարի ոսկորների միջև։ Կրնկաթաթերի հեռադիր ծայրին միանում են ֆալանգները։ Թռչունների մատները հաճախ 4-ն են, հազվադեպ 3, միայն մեկ դեպքում աֆրիկական ջայլամների մոտ դրանք 2-ն են։ 4 մատի առկայության դեպքում առաջին մատը ունի 2 ոսկոր, երկրորդ մատը 3, երրորդ մատը 4, չորրորդ մատը 5 ոսկոր։ Բոլոր մատները վերջանում են ճանկերով։ Աքաղաղների նախագարշապարի վրա կա ոսկրային ելունդ բիդ։ Տարբեր սուբստրատի, հողի, ջրի, օդի, ձյան, ավազի վրա տեղաշարժվելու համար թռչունների մոտ էվոլյուցիայի ընթացքում զարգացել են մասնագիտացված վերջույթներ։ Ծառաբնակ թռչունների 4 մատից մեկը առաջինը ուղղված է դեպի ետ, իսկ 3-ը դեպի առաջ։ Մատների այսպիսի ակցիոնաձև տեղադրությունը հնարավորություն է տալիս ճյուղը ամուր բռնելու և ծառի սաղարթում տեղաշարժվելու։ Փայտփորի 4 մատներից 2-ը ուղղված են դեպի առաջ, 2-ը ետ, որոնց շնորհիվ նրանք ավելի ամուր են կպնում ճյուղերին։ Ջրլող թռչունների մատերը միացած են թաղանթներով, որոնց օգնությամբ նրանք կարողանում են արագ լողալ և ջրի մեջ սուզվել։ Ծիծեռնակները, կիպսեղները, մեղվակերները և այլ լավ թռչող թռչունները դժվարությամբ են քայլում հողի վրա։ Մի շարք թռչունների, օրինակ կաքավի թաթերը, ձմռանը ծածկվում են փետուրներով և մեծացնում նրա հենարանային մակերեսը։ Վերջիններս հնարավորություն է տալիս չխրվելու ձյան մեջ և ազատ նրա վրայով շարժվելու։ Պինգվինների թևերը լրիվ փոխարկվել են թիակների և ծառայում են լողալու և ջրի մեջ սուզվելու համար։ Ջրլող թռչունների մարմինը տափակացած է վերևից ներքև, նրանց ոտները գտնվում են մարմնի հետի մասում։ Ջրլող թռչուններն ունեն շատ լավ զարգացած պնևմատիկ ոսկորներ, փետրածածկույթ, առատ բմբույլ և պոչուկային գեղձ։ Թռչուններից շատերի տեսակարար կշիռը փոքր է ջրից, նրանք դժվարությամբ են սուզվում ջրի մեջ։ Ձկներով սնվող թռչունները սուզվում են ջրի մեջ մեծ վայրասլաց թռիչքի ժամանակ։ Կան թռչուններ, որոնց մարմնի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է, հասնում է մինչև 1, ջրի տեսակարար կշիռը նույնպես հավասար է 1-ի։ Վերջիններս իսկական սուզվող թռչուններն են, նրանք էլ հայթայթելու համար սուզվում են մեծ խորություններ։
Պինգվինը ջրի մեջ տեղաշարժվում է մինչև 36 կմ/ժ-ում։ Յուրաքանչյուր տեսակի թռչուն ունի իրեն յուրահատուկ մարմնի թևերի և պոչի ձև և երկարություն, թևերի թափահարման հաճախականությունը, թռիչքի ձևը և այլն։ Թռչունները թռչում են սավառնելով կամ ճախրելով և թևերը թափահարելով։ Սավառնող թռիչքի ժամանակ թռչունը թռչում է բացված և անշարժ թևերով։ Այստեղ տարբերում են ստատիկ և դինամիկ սավառնող թռիչք։ Ստատիկ թռիչքը դիտվում է ցամաքի վրա, երբ օգտագործվում է վերընթաց օդի հոսանքի ուժը։ Այդպես են թռչում օրինակ կարագիլները, հավալուսները, գիշատիչ թռչունները։ Դինամիկ սավառնող թռիչքը յուրահատուկ է ծովային թռչուններին, ալբատրոսներին, որորներին, մրրկահավերին, որոնք օգտագործում են ալիքների վրա ջրի մակերեսի մոտ գոյացող օդի հոսանքի ամբարձիչ ուժը։ Գրեթե բոլոր թռչունները թռչում են և սավառնելով և թափահարելով։ Թևերի թափահարմամբ թռիչքը ավելի հաճախ է կատարվում։ Ամբարձիչ ուժը այստեղ գոյանում է թևերը պարբերաբար թափահարելով, փոփոխելով թևերի մակերեսի մեծությունը, թեքությունը, անկյունը, թափահարման հաճախականությունը և այլն։ Այս ձևով թռչունը փոխում է թռիչքի արագությունը և բարձրությունը։ Տառեխներին թռչում են թևերը դանդաղ և հանգիստ թափահարելով։ Ծիծեռնակները և կիպսեղները իրենց թևերը թափահարում են համեմատաբար արագ, ընդունակ է մանևրող թռիչքի։ Թափահարման թռիչքի ձևերից է դողդողացող թռիչքը, երբ թռչունը կարճ ժամանակ կախվում է օդի մեջ։ Վերջինս դիտվում է կալիբրիների, որորների, ծովածիծառների մոտ, երբ նրանք սնունդ են փնտրում։ Անտառային մանր ճնճղոկ ազգիները թռչում են 25-ից 40 կմ/ժ-ում, փշապոչ կիպսեղները՝ 170 կմ/ժ-ում։ Գիշատիչների թռիչքի արագությունը մեծ բարձրությունից գրոհելու ժամանակ հասնում է 300-ից 350 կմ/ժ-ի։ Յուրաքանչյուր տեսակի թռչունի տեղաշարժումը սերտ կապված է նրանց կենսակերպի, կերի, հայթայթման ձևի, բնակատեղի, սեզոնային տեղաշարժումներ կատարելու, թշնամիներից խուսափելու հետ։ Արագ և անընդհատ թռչող և չհոգնող կիպսեղները, որոնք ժամերով գտնում են թռիչքի մեջ, սնվում են, ջուր են խմում և զուգավորվում են թռիչքի ընթացքում։ Տաքարյուն և բարձր աստիճանի շարժուն թռչունները ծախսում են մեծ քանակությամբ էներգիա և համապատասխանաբար պահանջում են մեծ քանակության կեր։ Թռչունների կողմից օգտագործված կերի տեսակները ավելի բազմազան են, քան սողուններինը։ Թռչունների մեծ մասը կենդանակեր է։ Շատերը սնվում են տարբեր անողնաշարավոր կենդանիներով, բայց օգտագործում են նաև բուսական կեր։ Խոշոր գիշատիչ թռչունները ընդունակ են սնվելու իրենցից մեծ կենդանիներով։ Ատամներ չունեն, նրանց դերը կատարում են վերին և ստորին ծնոտների եղջերային պատյանները։ Թռչունների կտուցների ձևերը խիստ բազմազան են, որը կապված է սննդի հայթայթման ձևի և բնույթի հետ։ Կտուցը համարվում է կեր բռնելու և մարացնելու հիմնական օրգան։ Խոշոր գիշատիչ թռչունները բվերը որսին բռնում են նախ թևերով, իսկ կտուցով պատառոտում են այն։ Սագակերպերի և ֆլամինգոների կտուցը ունի քամող ապարատ, որի օգնությամբ նրանք կարողանում են սնվել մանր կենդանիներով, բույսերով։ Կտուցի բազմազանությունը վկայում է թռչունների սննդային մասնագիտացման մասին։ Մանր գիշատիչ թռչունները, բվերը, ձկնկուլներն ունեն կարթաձև և սուր ծայրով կտուց, որի օգնությամբ նրանք բռնում և պահում են խոշոր և շարժուն որսին։ Նույն նպատակին են ծառայում տառեխների և կռունկների սուր և կտրող եզրերով կտուցը։ Միջատակեր ճնճղուկները ունեն բարակ պինցետանման կտուց, որի օգնությամբ նրանք միջատներին հանում են բներից կամ հողից։ Կցարների և հոպոպների կտուցը ծառայում է որպես զոնդ միջատներին գտնելու համար։ Սերմերով սնվող ճնճղուկները ունեն ամուր կտրող եզրերով կտուց, որի օգնությամբ նրանք ջարդում են սերմերի թաղանթները։ Ոսկրային հիմքով և լավ զարգացած մկանունքով կտուցի հզորությունը կարող է լինել շատ մեծ։ Թռչունների մեծ մասի լեզուն կոնաձև է և շարժուն։ Այն տեղադրված է բերանի խոռոչի հատակին։ Լեզվի վրա կան եղջերային փշիկներ, որոնք օգնում են որսին բերանում պահելուն։ Եղջերային փշիկները օգնում են քամող կտուց ունեցող թռչուններին բերանի խոռոչից դուրս մղել ջուրը և տիղմը։ Օգնում է նաև կերը կուլ տալուն, սերմերի կճեպները մաքրելուն։ Կոլիբրիների և որոշ այլ թռչունների լեզուն նեկտարը ծծելու ժամանակ շրջվում է և դառնում խողովակ։ Փայտփորների լեզվի վրա կան փշիկներ, որոնց օգնությամբ նրանք միջատներին հանում են նեղ և խորը տեղերից։ Այն թռչունները, որոնք որսը կուլ են տալիս ամբողջովին կամ մեծ կտորներով, ունեն փոքր լեզու։ Ձկնկուլների, ագռավների, սերինոցների և այլ թռչունների լեզվի տակ կա խոռոչ, որը ընդունակ է լայնանալու։ Այստեղ ժամանակավոր պահվում է կերը։ Թույլ զարգացած թքագեղձերի ծորանները բացվում են բերանի խոռոչի մեջ։ Որոշ թռչունների թուքը պարունակում է ամիլազա ֆերմենտ։ Թուքը թռչում է և փափկեցնում կերը, հեշտացնում է նրա կուլ տալը։ Փայտփորների և այլ թռչունների լեզուն ծածկված է կպչուն թքով, որը օգնում է մանր որս բռնելուն։ Ծիծեռնակների, կիպսեղների թքագեղձերը արտադրում են մեծ քանակությամբ սոսնձող թուք, որը օգտագործում են բույն կառուցելու համար ևս։ Բերանայի խոռոչը միանում է ըմպանի խոռոչին և կազմում բերանաըմպանային։ Վերջինիս մեջ են բացվում ներքին քթանցքները, խոհանները և միջին ականներից, խոռոչներից եկող և ստախյան խողովակների անցքերը։ Բերանաըմպանի խոռոչից սկսվում է կոկորդի շնչառական շնչափողի ճեղքը և երկար կերակրափողը։
Հավազգիների, աղավնիների, գիշատիչ թռչունների, թութակների կերակրափողը ունի լայնացած մասկտնար, վերջինս ծառայում է որպես սննդի պահեստաման այն ժամանակ, երբ ստամոքսը լցված է լինում սննդով։ Աղավնիների բազմացման ժամանակ նրանց կտնարկի պատերի բազմացող բջիջներից և նույն պատերից արտազատվող ավիշից գոյանում է թռչնի կաթը, վերջինս պարունակում է 12-ից 15% ճարպ։ Այդ կաթող աղավնիները կերակրում են իրենց ճտերին։ Թռչունների ստամոքսը ունի երկու բաժին՝ գեղձային և մկանային։ Ստամոքսի գեղձային մասը պարզ սահմանազատված չէ նրա մեջ բացվող կերակրափողից։ Ստամոքսի գեղձային մասի պատերը հաստ են, ունեն մարսողական ֆերմենտներ արտադրող գեղձեր։ Ստամոքսի մկանային բաժինի պատերը ունեն լավ զարգացած մկաններ և յուրահատուկ գեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկից գոյանում է մկանուտ ստամոքսի պատը ներսից ծածկող ամուր եղջերանման թաղանթ կուտիկուլա։ Կոշտ բուսական կերով սնվող թռչունների ստամոքսի մկանային բաժնի պատերը ծածկված են հզոր թմբիկներ կրող կուտիկուլայով։ Մարսողական ֆերմենտներով տորգորված սնունդը ստամոքսի մկանուտ բաժնի պատերի ռիթմիկ կծկումների շնորհիվ մանրանում է։ Այս բաժնում կան գաստրոլիտներ, մանր քարեր, որոնք թռչունները պարբերաբար կուլ են տալիս։ Գաստրոլիտները կատարում են աղացքարերի դեր, տրորում և մանրացնում են ամուր կերը։ Թռչունների մկանուտ ստամոքսը կատարում է նույն դերը, ինչը կաթնասունների ատամները։ Տրորված և մանրացված կերը անցնում է աղիքի մեջ, իսկ անմարսելի չմարսված կերի մնացորդները ձևավորում են խիտ գնդիկ և կերակրափողով ու բերանային անցքով դուրս նետվում։ Մկանուտ ստամոքսից սկսում է 12 մատնյա աղիքը, որը միանում է բարակ աղիքին։ Վերջինս կատարում է մի քանի ոլորապտույտ և միանում ուղիղ աղիքի, որը բացվում է կոյանոցի մեջ։ Թռչունները ունեն ենթաստամոքսային գեղձ և լյարդ, որոնց ծորաները բացվում են 12 մատնյա աղիքի մեջ։ Լյարդը երկբլթավոր է, ունի լեղապարկ։ Բարակ և ուղիղ աղիքների սահմանում կա զույգ ելունդ, որտեղ սնունդը ֆերմենտների ազդեցությամբ ենթարկվում է մարսման։ Ճտերի կոյանոցի մեջքային կողմում կա կույր հաստապատ ելունդ, որը կոչվում է ֆաբրիցիան պարկ, հասուն թռչունների մոտ այն ապաճում է, այստեղ գոյանում են այրյան սպիտակ տարրերը։ Բուսակեր թռչունների, ինչպես նաև մյուս բուսակեր կենդանիների աղիքները, ի տարբերություն գիշակեր ձևերի, շատ երկար են։ Նրանց երկարությունը 10-ից 20 անգամ գերազանցում է կենդանու մարմնի երկարությանը։ Միջհատակեր թռչունների մոտ այդ ցուցանիշը կազմում է 4-ից 6 անգամ։ Թռչունները կերը մարսում են արագ՝ մի քանի տասնյակ րոպեների կամ 1-ից 4 ժամվա ընթացքում։ Վերջինս բացատրվում է նրանով, որ հոմոթերմ թռչունների աղիքում բարձր ջերմաստիճանային պայմաններում մարսողական ֆերմենտների և աղիքում բնակվող մանրէների գործունեությունը ակտիվանում է, մեծանում է աղիքի ներծծման մակերեսը։ Թռչունների աղիքի լորձաթաղանթի վրա կան թավիկներ, որոնք նույնպես խիստ մեծացնում են նրա ներծծման մակերեսը։ Թռչունների մարմնի բարձր և կայուն ջերմաստիճանը ապահովում է մեծ քանակությամբ սննդի օգտագործմամբ, նրա ինտենսիվ մարսմամբ և բարձր աստիճանի նյութափոխանակությամբ։ Մանր թռչունները, որոնք ունեն մեծ տեսակարար մակերես և բարձր աստիճանի ջերմակորուստ, օգտագործում են համեմատաբար մեծ քանակությամբ սնունդ։ Օրինակ, ծտազգիների օրեկան օգտագործած կերի քանակությունը կազմում է նրանց մարմնի զանգվածի 50-ից 80%-ը, իսկ նրանցից խոշոր թռչունների մոտ 15-ից 40%-ը։ Օգտագործվող կերի քանակությունը կախված է նաև կերի կալորիականությունից, մատչելիությունից և միջավայրի ջերմաստիճանից։ Ցածր ջերմաստիճանային պայմաններում և կերի առատության դեպքում թռչունները օգտագործում են ավելի շատ կեր։ Առատ կերի պայմաններում թռչունների օրգանիզմում կուտակվում է ճարպ, որը հետագայում ծառայում է որպես էներգիայի աղբյուր։ Կերի պակասի կամ բացակայության ժամանակ տուժում են առաջին հերթին մանր թռչունները։ Վերջիններիս կերի պահանջը կապված է նաև տարվա սեզոնից և թռչունների ֆիզիոլոգիական վիճակից։ Թռչունների մոտ պարզ արտահայտված են սննդի սեզոնային փոփոխությունները։ Օրինակ, մեծ խատաբղեր փայտփորը ամռանը սնվում է առավելապես միջատներով, իսկ ձմռանը փշատերև ծառերի սերմերով։ Այն յուրահատուկ է նաև միգրացիաներ չկատարող տեղաբնակ տեսակներին։ Թռչունների մեծ շարժունակությունը հնարավորություն է տալիս նրանց արագ հայտնաբերելու կերի կուտակման տեղերը։ Օրինակ, երբ տափաստաններում հայտնվում է մոռեխների տարրը, նրանցով սնվում է շատ թռչուններ՝ բադերը, կցարները, որորները, տառեխները, մանր ծտազգիները։ Կերի արագ հայտնաբերումը, տարբեր կերերի օգտագործման և մարսման ընդունակությունը հնարավորություն են տալիս թռչուններին տարբեր ջերմաստիճանային պայմաններում կենսագործելու, բազմանալու, թվաքանակը շատացնելու, կենսահամակեցություններում մեծ դեր կատարելու։ Հատկապես մեծ է նրանց նշանակությունը բույսերի վնասատուների, միջատներին կրծողներին ոչնչացնելու գործում։ Թռչունների շնչառական օրգանները բավականին տարբերվում են մյուս ցամաքային կենդանիների համապատասխան օրգաններից։ Թռչունները ավելի արագ են շնչում և ավելի ինտենսիվ են օգտագործում մթնոլորտային թթվածինը։ Զույգ քթանցքներով, քթային խոռոչներով և խոհաններով օդը ներծծվում է բերանաանպանային խոռոչի մեջ։ Այստեղ տեղադրված կոկորդային ճեղքով օդը անցնում է շնչափողի մեջ և մղվում դեպի թոքերը։ Թռչունները ունեն երկու կոկորդ՝ վերին և ստորին։ Վերին կոկորդը կազմված է մեկ մատնաձև և երկու
Շերեփաձև աճառներից վերին կոկորդը, որից սկսվում է շնչափողը, չունի ձայնային ծալքեր և չի ծառայում որպես ձայնային օրգան։ Ստորին կոկորդը, որը յուրահատուկ է միայն թռչուններին, տեղադրված է շնչափողի ստորին մասում։ Այն բաղկացած է շնչափողի ստորին և ցնցուղների սկզբնային մասերից։ Ստորին կոկորդը իրենից ներկայացնում է շնչափողի ստորին ծայրի լայնացած մաս, որն ունի ոսկրային օղակ։ Վերջինս հանդիսանում է ձայնային օրգան։ Տարբեր թռչունների ձայնային օրգանները ունեն խիստ տարբեր կառուցվածք։ Շնչափողի վերջին օղակի և ցնցուղների կիսաօղակների միջև կան ձայնային թաղանթներ, որոնց ձգվածության աստիճանը կարգավորվում է հատուկ ձայնային մկանների օգնությամբ։ Տարբեր հաճախականության ձայները առաջանում են այն ժամանակ, երբ օդը անցնում է ստորին կոկորդով և տատանվում տարբեր աստիճանի ձգված ձայնային թաղանթները։ Թռչունների շնչափողի ստորին օղակները մեծացել և կազմել են նրբապատ ոսկրային թմբիկ, որն ուժեղացնում է ձայնը և փոխում նրա հաճախականությունը։ Որոշ թռչունների ձայնը ուժեղացվում է երկարացված և կտրնակի սահմանում ծռմռված շնչափողի օգնությամբ։ Զույգ թոքերը փոքր են, թույլ, լայնածախ։ Ի տարբերություն երկկենցաղների և որոշ սողունների, որոնց թոքերը սնամեջ են, թռչունների թոքերը խիտ են և սպունգաձև, կպած են կրծքավանդակի մեջքային պատին։ Շնչափողի ստորին ծայրը սկզբում բաժանվում է երկու ցնցուղի՝ բրունխի, որոնք մտնում են աջ և ձախ թոքերի մեջ։ Զույգ ցնցուղներից յուրաքանչյուրը բաժանվում է 15-ից 20 երկրորդային ցնցուղների։ Վերջիններից մի քանիսը դուրս է գալիս աջ և ձախ թոքերից, լայնանում են և դառնում հսկա օդապարկեր, որոնց ծավալը մոտ 10 անգամ մեծ է թոքերի ծավալից։ Թռչունները ունեն 4 զույգ պարանոցային, կենտ-մենջ-անրակային, առջևին և հետին կրծքային և որովայնային օդապարկեր։ Վերջիններս տեղադրված են ներքին օրգանների միջև, իսկ նրանց ելուստները մտնում են մաշկի տակ, բազուկ և ազդար ոսկորների խոռոչների մեջ։ Օդապարկերը ունեն նուրբ պատեր, նրանք չեն մասնակցում գազափոխանակությանը։ Թոքերում տեղադրված ցնցուղները իրենց հերթին ճյուղավորվում են ավելի մանր ցնցուղների, որոնք հաղորդակցվում են իրար հետ։ Վերջիններից սկսվում է ճառագայթաձև տեղադրված բազմաթիվ խորիսխային ելունդներ։ Բրոնխիոլների, ալվեոլների պատերը ունեն արյունատար մազանոթների խիտ ցանց, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թռչունների թոքերի շնչառական մակերեսը սողունների հետ համեմատած զգալի մեծ է։ Այն մոտ է կաթնասունների թոքերի շնչառական մակերեսին։ Շնչառությունը իրագործվում է մի շարք մկանների գործունեությամբ, որոնք մեծացնում և փոքրացնում են կրծքավանդակի ծավալը։ Ներշնչման ժամանակ կրծոսկրը հեռանում է ողնաշարից, մեծացնում մարմնի խոռոչի ծավալը։ Այդ ժամանակ օդը արտաքին միջավայրից թափանցում է թոքերը և օդապարկերը։ Արտաշնչման ժամանակ կրծոսկրը տեղաշարժվում է դեպի ողնաշարը և փոքրացնում մարմնի խոռոչի ծավալը։ Արտաշնչման ժամանակ ներքին օրգանների ճնշման տակ ետին օդապարկերից թթվածնով հարուստ օդը մղվում է դեպի թոքերը, իսկ առջևի օդապարկերից թթվածնով աղքատ օդը մղվում է դեպի շնչափողը և շնչափողով դուրս հանվում։ Այսպես թռչունների թոքերը և ներշնչման և արտաշնչման ժամանակ ստանում են թթվածնով հարուստ օդ և կատարում գազափոխանակություն։ Վերջինս կոչվում է կրկնակի շնչառություն։ Շնչառությանը օգնում են թևերի թափահարումները։ Թևերի բարձրացման ժամանակ օդը թափանցում է թոքերը և օդապարկերը, իսկ նրանց իջեցման ժամանակ օդը պարկերից թափանցում է թոքերը։ Շնչառության հաճախականությունը երբեմն համընկնում է թևերի թափահարման հաճախականության հետ։ Թռչուններից ոմանք իրենց թևերը ավելի արագ են թափահարում, քան շնչում։ Թռիչքի ժամանակ շնչառության հաճախականությունը մեծանում է։ Մանր թռչունները ավելի հաճախ են շնչում, քան խոշորները։ Շնչառական օրգանները ունեն մեծ դեր թռչունի մարմնի ջերմակարգավորման գործում։ Թռիչքի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Ներշնչման ժամանակ մեծանում է ներորովայնային ճնշումը, որի հետևանքով թռչունները հաճախ դատարկում են իրենց կոյանոցը կղանքից ու մեզից և թեթևացնում մարմնի զանգվածը։ Փոփոխելով օդի քանակությունը օդապարկերում թռչունները փոփոխում են նաև մարմնի տեսակարար կշիռը, ինչը օգնում է և թռիչքին, և ջրի մեջ սուզվելուն։ 1 գրամ մարմնի զանգվածի համար 1 ժամում թռչունները, հատկապես մանր ձևերը, օգտագործում են ավելի շատ թթվածին, քան սողունները։ Թռչունների զարկերակային ճնշումը սողունների հետ համեմատած նկատելի բարձր է։ Թռչունների սիրտը, ի տարբերություն երկկենցաղների և սողունների, քառախորշ է, բաղկացած 2 նախասրտից և 2 փորոքից։ Արյան շրջանառությունը ունի մեծ և փոքր շրջաններ, որոնց շնորհիվ երակային և զարկերակային արյունները սահմանազատված են։ Սրտի աջ նախասիրտը և աջ փորոքը պարունակում են երակային արյուն, իսկ ձախ նախասիրտը և ձախ փորոքը զարկերակային արյուն։ Երակային արյունը մարմնի բոլոր մասերից երակային անոթներով հավաքվում է աջ նախասրտի մեջ և դիաստոլայի ժամանակ տեղափոխվում է աջ փորոք։ Վերջինից սկսվող սրտային զարկերակը բաժանվում է 2 ճյուղի, որոնցով սիստոլայի ժամանակ արյունը հոսում է դեպի աջ և ձախ թոքերը։ Այստեղ երակային արյունը մաքրվում է ածխաթթու գազից։ Հագենոմ թթվածնով և աջ ու ձախ թոքային երակներով գալիս է ձախ նախասիրտ։ Սա արյան շրջանառության փոքր թոքային շրջան է։ Մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից։ Դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտի զարկերակային արյունը հոսում է դեպի ձախ փորոք և սրտի կծկման ժամանակ աորտայով մղվում դեպի մարմնի բոլոր մասերը։ Սա արյան շրջանառության մեծ շրջան է։ Սրտի ձախ փորոքից
Սկսվող խոշոր զարկերակային անոթը աորտան բաժանվում է մի շարք զարկերակների։ Առաջին հերթին աորտայից սկսվում են երկու անանուն զարկերակներ, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է երկու ճյուղի՝ քնային և ենթաանրակային։ Քնային զարկերակները գնում են դեպի գլխային բաժինը, իսկ ենթաանրակայինը բաժանվում է ուսային և կրծքային զարկերակների։ Ուսային զարկերակները մատակարարում են արյունով թևերի մկանները, իսկ կրծքայինները՝ կրծքային մկանները։ Ձախ բորոքից սկսվող աորտան շեշտակից արվում է դեպի ետ և որպես մեջքային աորտա ողնաշարի տակով գնում է մարմնի ետի մասը։ Մեջքային աորտայից սկսվում են կենտ-ընդերային և միջընդերային զարկերակները, որոնք արյունով մատակարարում են ստամոքսը և աղիքները, և զույգ ազդրային և նստային զարկերակները, որոնք արյունով մատակարարում են հետին վերջույթները, որովայնային պատի մկանները և կոնքի խոռոչի օրգանները։ Թռչունների և սողունների երակային համակարգերը հիմնականում նման են, տարբերությունը կայանում է նրանում, որ թռչունները չունեն որովայնային երակ, իսկ երիկամների դարպասային համակարգը մասնակի վերացել է։ Որովայնային երակը փոխարինվել է պոչուկամիջընդերային երակով։ Երակային արյունը գլխային բաժնից հավաքվում է զույգ լծային երակների, թևերից ուսային երակների, կրծքային մկաններից կրծքային երակների մեջ։ Այս երեք երակները մի քանի մանր երակների հետ միաձուլվում և կազմում են մարմնի աջ և ձախ կարճ սնամեջ երակներ, որոնք միանում են աջ նախասրտին։ Մարմնի ետին կոյանոցային մասից մի քանի մանր երակներ միանում և կազմում են կենտ-պոչուկամիջընդերքային երակ, որը հետո միանում է լյարդի դարպասային երակին, և զույգ դարպասային երակներ, որոնք միանում են համապատասխան երիկամներին։ Ի տարբերություն սողունների, թռչունների երիկամների մեջ մտնում է միայն երակային արյան մի մասը, մնացածը գնում է դեպի ընդերային զստային երակները։ Վերջիններիս են միանում նաև նստային և ազդրային երակները։ Ընդհանուր զստային երակները, որոնց միանում է երիկամներից եկող երակները, ի վերջո միանում են ետին սնամեջ երակին։ Վերջինս մտնում է լյարդի մեջ, որտեղ նրան միանում է լյարդի երակները և գնում դեպի աջ նախասիրտը։ Լյարդի դարպասային երակը գոյանում է պոչուկամիջընդերքից, ստամոքսից և աղիքներից եկող երակների միաձուլմամբ։ Դարպասային երակը լյարդում բաժանվում է մազանոթների, որոնք հետո միանում են և կազմում լյարդի ետին սնամեջ երակը, որը նույնպես միանում է աջ նախասրտին։ Թռչունների սիրտը համեմատաբար մեծ է, այն կազմում է մարմնի զանգվածի 1/3 Մանր թռչունների և լավ թռչողների սիրտը համեմատաբար մեծ է։ Միջին միացության թռչունների սիրտը հանգիստ վիճակում 1 րոպեում կատարում է 200-ից 300 անոթազարկ, իսկ թռիչքի ժամանակ 400-ից 500 զարկ։ Մանր թռչունների սիրտը հանգիստ վիճակում կատարում է 400-ից 600, իսկ թռիչքի ժամանակ 1000 անոթազարկ։ Տարբեր թռչունների արյան ճնշումը կազմում է 120-ից 200, սողուններինը 70-ից 160 մմ սնդիկի սյուն։ Թռչունների արյան ընդհանուր քանակությունը, էրիթրոցիտների թվաքանակը և հեմոգլոբինի պարունակությունը սողունների հետ համեմատած նկատի բարձր է։ Այն մոտ է կաթնասունների տվյալներին։ Ոսկրավոր ձկների արյան զանգվածը կազմում է մարմնի զանգվածի 3%, ամպոչ երկկենցաղներինը 6%, թռչուններինը 9%։ Թռչունների արյան թթվասնային տարողականությունը սողունների հետ համեմատած 2-ից 4 անգամ բարձր է։ Այն մոտ է կաթնասունների համապատասխան ցուցանիշին։ Թռչունների արյունատար համակարգի բոլոր առանձնահատկությունները համապատասխանում են նրանց յուրահատուկ նյութափոխանակության բարձր մակարդակին։ Սրտի մեծ ծավալը, անոթազարկերի մեծ հաճախականությունը, արյան թթվասնային բարձր տարողականությունը, արյան բուֆերայնությունը, վերջինիս մեջ շաքարների մեծ պարունակությունը ապահովում են թռչունների բոլոր օրգաններն ու հյուսվածքները սննդով, թթվասնով հեռացնում մետաբոլիտ թունավոր նյութերը։ Սաղմնայի զարգացման ժամանակ թռչունների մոտ գոյանում և գործում են իրանային երիկամները, որոնք հետագայում հասուն առանձնյակների մոտ փոխարինվում են կոնքային երիկամներով։ Թռչունների նյութափոխանակության ընթացքում գոյացած թունավոր նյութերը արտահանվում են հիմնականում երիկամներով։ Երիկամների արտաթորող միավորները, երիկամային կծիկները, թռչունների մոտ համեմատաբար փոքր են։ Սակավաթիվ նրանց մեծ մասը ապաճել է։ Այդ պատճառով երիկամային կծիկների դերը արտաթորության գործընթացում մեծ չէ։ Միզաթթվի հիմնական մասը թափանցում է երիկամային խողովակներ ոչ թե կծիկների գործունեության շնորհիվ, այլ երիկամային խողովակների պատերի մեջ տեղադրված հատուկ գեղձային բջիջների գործունեությամբ։ Այս գեղձային բջիջները շրջապատված են երիկամի դարպասային համակարգի արյունատար խիտ մազանոթներով։ Երիկամային խողովակները միաժամանակ կատարում են օսմոկարգավորման ֆունկցիա։ Ի տարբերություն անամնյանների և սողունների, թռչունների երիկամային խողովակի միջին մասում գոյացել է էսաձևի ծռվածք, որը կոչվում է հենելի ծունկ։ Վերջինս շրջապատված է խիտ արյունատար մազանոթներով։ Այդ օրգանում աղերի կոնցենտրացիաների տարբերության շնորհիվ առաջնային մեզից պասիվ վերներծծվում է ջուրը։ Նատրիումի իոնները ակտիվ վերներծծվում են ծնկի վերընթաց խողովակում և նրա ծայրային մասում։ Մեզի մեջ պարունակվող ջուրը ներծծվում է նաև կոյանոցում։ Այս մեխանիզմով գոյանում է և արտահանվում է կոնցենտրիկ մեզը։ Մետաբոլիտ թունավոր նյութերը օրգանիզմից հեռացվում են նվազագույն չափով ջուր ծախսելով։
Թռչունների, ինչպես սողունների մեծ մասի սպիտակուցային նյութափոխանակության վերջնական արգասիքը միզաթթուն է։ Վերջինս միզանյութի հետ համեմատած քիչ թունավոր է և օրգանիզմից արտահանման համար պահանջում է շատ քիչ քանակությամբ ջուր։ Ձկների, երկենցաղների և կաթնասունների ձվաբջիջի զարգացման ժամանակ դիտվում է նյութափոխանակության միզանյութային, իսկ թռչունների մոտ միզաթթվային տիպ։ Թռչունների արտադրության օրգաններում միզաթթվից հեշտությամբ գոյանում են բյուրեղներ, որոնք անջատվում են մեզից և դառնում շիլայանման զանգված։ Թռչունները շատ քիչ ջուր են կորցնում մեզի հետ, այդ պատճառով նրանք չունեն միզապար։ Թռչունների արտադրության օրգանները հնարավորություն են տալիս տնտեսելու ջուրը, արտահանելու կոնցենտրիկ մեզը։ Դրանից բացի թռչունների մարմնի փետրային ծածկույթը խիստ սահմանափակում է ջրի գոլորշիացումը մարմնի վրայից։ Այս բոլորը թռչուններին հնարավորություն է տալիս գոյատևելու շատ քիչ քանակությամբ ջուր օգտագործելով։ Գիշատիչ թռչուններից ճնճղուկազգիներից շատերը բոլորովին ջուր չեն խմում։ Թռչունների արտադրության օրգանները սողունների հետ համեմատած մեծ են։ Նրանք կազմում են մարմնի զանգվածի 1-ից 2%-ը, այդ ցուցանիշը բարձր է մինչև անգամ կաթնասունների հետ համեմատած։ Որոշ ծովային թռչուններ, ինչպես նաև անապատային թռչունների մի շարք տեսակներ, որոնք ստիպված են խմելու աղի ջուր, ունեն նաև լավ զարգացած քթային գեղձեր։ Վերջիններիս գործունեության շնորհիվ ջուրը աղազրկվում է։ Նրանց քթից դուրս հոսող հեղուկը պարունակում է 2 անգամ ավելի ճաշի, քան այն կա ծովի ջրի մեջ։ Այն 4-ից 5 անգամ ավել է, քան թռչունների այրան մեջ։ Մյուս աղերի ավելցուկը արտահանվում է երիկամներով։ Օրգանիզմից մեծ քանակությամբ աղեր պարունակող լուծույթների արտահանման ընդունակությունը հնարավորություն է տալիս մի շարք թռչուններին երկար ժամանակ ապրելու ծովերի բաց տարածություններում և խմելու աղի ջուր։ Թռչունները բաժանասեռ են և ինչպես սողուններից շատերը ձվարկող են, թռչունների մեջ չկան ձվակենդանածին և կենդանածին տեսակներ։ Ահորները ունեն զույգ սերմնարան, որոնց ծավալը բազմացման ժամանակ մեծանում է 300-ից 1500 անգամ։ Յուրաքանչյուր սերմնարանի եզրին կա հավելուկ, որը իրենից ներկայացնում է իրանային երիկամի մնացուկ։ Աջ և ձախ հավելուկներից սկսվում են սերմնատարներ, որոնք գնում և միանում են կոյանոցին։ Սերմնատարներն ունեն լայնացած մաս, որը կոչվում է սերմնափամփուշտ։ Արական սեռական օրգան ունեն շատ քիչ տեսակներ՝ ջայլամները, սագակերպերը, տրինաումոն։ Արական սեռական օրգանը իրենից ներկայացնում է կոյանոցի պատի արտափքում։ Արագիլների, տառեխների, արոսների արական սեռական օրգանը մնացուկային է։ Այն թռչունները, որոնց ահորները չունեն, զուգավորման ժամանակ իրենց կոյանոցի անցքերը մոտեցնում են էգի կոյանոցի անցքին և արուն իր սերմնահյութը լցնում է էգի կոյանոցի և նրան միացած ձվատարի մեջ։ Էգերի սեռական օրգանները շատ քիչ բացառությամբ անհամաչափ են ներկայացված միայն ձախ ձվարանով և ձախ ձվատարով։ Զույգ իգական սեռական օրգանները երբեմն լինում են ցերեկային գիշատիչ թռչունների, բվերի, գագարների, թութակների, ջրահավերի, հավազգիների մոտ։ Աջ ձվարանը հաճախ զարգանում է թութակների մոտ, բայց այն հազվադեպ է գործում։ Եթե այն գործում է, ապա աջ ձվարանում գոյացած ձվերը արտահանվում են ձախ ձվատարով։ Էգերի աջ կողմի սեռական օրգանների ապաճելը հավանաբար կապված է խոշոր ձու դնելու, ձվատարով դանդաղ շարժվելու հետ։ Խոշոր ձվերը չեն կարող միաժամանակ տեղաշարժվել երկու ձվատարներով։ Ձվարանը իրենից ներկայացնում է հատիկավոր, անհամաչափ մարմին, որը տեղադրված է ձախ երիկամից առաջ։ Ձվարանի մեծությունը կախված է նրա մեջ զարգացող ձվաբջիջների չափերից։ Բազմացման ժամանակ ձվարանի ֆոլիկուլների մի մասը մեծանում է։ Վերջիններիս մեջ գտնվող ձվաբջիջները արագ կուտակում են դեղնուց։ Հասունացած ձվաբջիջը պատռում է ֆոլիկուլի պատը և ընկնում մարմնի խոռոչ, հետո ձվատարի ձագարաձև ծայրի մեջ։ Այդ ժամանակ ձվատարը ուռչում և երկարում է։ Ձվաբջիջը բեղմնավորվում է ձվատարի սկզբնական մասում, ձագարի մոտ, որից հետո ձվաբջիջը ձվատարի մկանուտ պատերի կծկման շնորհիվ տեղաշարժվում է դեպի կոյանոց։ Ձվատարը իրենից ներկայացնում է խողովակ, որը սկսվում է ձվարանի մոտ գտնվող ձագարաձև ծայրով և միանում կոյանոցին։ Ձվատարը բաղկացած է մի քանի բաժիններից։ Նրա վերին բաժինը հարուստ է սպիտակուցներ արտադրող գեղձերով, որոնց արտազատուկը հաստ շերտով ծածկում է ձվատարով 3-ից 6 ժամվա ընթացքում անցնող ձվաբջիջին։ Ձվատարի երկրորդ համեմատաբար բարակ բաժնում ձվաբջիջը ծածկում է երկու մագաղաթնման սպիտակուցային ենթակճեպային թաղանթներով։ Ձվատարի երրորդ բաժինը արգանդահարուստ է այնպիսի գեղձերով, որոնց արտազատուկից գոյանում է ձվի կրային կճեպը։ Կճեպին գույն տվող գունակները և վերկճեպային բարակ թաղանթը։ Արգանդում ձուն մնում է 12-ից 20 ժամ։ Ձվատարի վերջին բաժինը ունի լավ զարգացած մկաններ։ Ձուն անցնում է կոյանոցի ձախ կողմը և դուրս գալիս արտաքե միջավայր։ Որոշ թռչունների կոյանոցը ունի կույր արտափքում, որը իրենից ներկայացնում է ապաճած աջ ձվատարի մնացուկ։ Հավերի ձուն ամբողջ ձվատարով անցնում է շուրջ 24, իսկ աղավնիներինը 41 ժամվա ընթացքում։ Ձուն բաղկացած է մի քանի մասից՝ դեղնուցից, սպիտակուցից, փափուկ և կարծր թաղանթներից։ Ձվի հիմնական մասը իսկական ձուն համարվում է դեղնուցը և իր սաղմնային սկավառակով, որը գոյանում է ձվարանում։ Ձվի մնացած մասերը՝ սպիտակուցը և նրա թաղանթները, կճեպը գոյանում են ձվատարում և արգանդում։ Դեղնուցի անիմալային բևեռում տեղադրված է սաղմնային սկավառակը, բաղկացած է կորիզից, պրոտոպլազմայից և մանր բուժտերից։ Վերջինս ունի բաց և դեղին գույնի դեղնուցային շերտեր, որոնք տեղադրված են համակենտրոնացված։ Ամբողջ դեղնուցը արտաքինից ծածկված է նուրբ թաղանթով։
Դեղնուցի մեջ պարունակվող նյութերը սաղմի զարգացման ժամանակ հանդիսանում են սննդի, էներգիայի և ջրի աղբյուր, նրանցից են զարգանում սաղմի նոր օրգանները։ Ի տարբերություն սողունների, թռչունների սաղմը իր զարգացման ընթացքում արտաքին միջավայրից ջուր չի ստանում։ Նրա համար ջրի աղբյուր են հանդիսանում ձվի սպիտակուցի և դեղնուցի մեջ պարունակվող ջուրը, ինչպես նաև նրանց մեջ պարունակվող ճարպերի օքսիդացման ընթացքում գոյացող ջուրը։ Ձվի դեղնուցում տեղադրված սաղմնային սկավառակի թաղանթը իր աջ և ձախ կողմերում ունի հաստ սպիտակուցային ոլորվող քուղեր՝ խալազիներ, որոնք միանում են ձվի կարծր թաղանթին։ Այդպիսի կառուցվածքի շնորհիվ դեղնուցը իր սաղմնային սկավառակով միշտ գտնվում է սպիտակուցի մեջ կախված վիճակում։ Նշված քուղերը պաշտպանում են դեղնուցը և սաղմը հրումներից։ Բացի այդ, քուղերի ոլորման ընդունակության շնորհիվ սաղմնային սկավառակը ձվի բոլոր դիրքերում գտնվում է նրա վերին մասում, իսկ դեղնուցը՝ ներքևում։ Հավի ձվի դեղնուցը կազմում է ձվի զանգվածի 10-ից 25%-ը, իսկ սպիտակուցը 70-ից 80%-ը։ Սագերի ձվի դեղնուցի և սպիտակուցի զանգվածները հավասար են, նրանցից յուրաքանչյուրը կազմում է 44%։ Ձվի կիսահեղուկ սպիտակուցը իրենից ներկայացնում է ձվի երկրորդային թաղանթ, որը ծառայում է որպես սննդի, ջրի և այլ կարևոր նյութերի աղբյուր։ Այն պաշտպանում է նաև դեղնուցը, բունձուն, մեխանիկական վնասվածքներից։ Սպիտակուցը արտաքինից ծածկված է երկու բարակ սպիտակուցային թաղանթով, որոնք ձվի բութ մասում հեռանում են իրարից, ստեղծում օդային խցիկ։ Վերջինս միջավայրի ջերմաստիճանի փոփոխության դեպքում հնարավորություն է տալիս ձվի պարունակության ծավալների փոփոխմանը։ Ձվի կճեպը 89-ից 97% բաղկացած է ածխաթթվային կալցիումից։ Քիչ քանակությամբ նա պարունակում է նաև ֆոսֆաթթվային կալցիում, ածխաթթվային մագնիում, օրգանական նյութեր։ Խոշոր թռչունների, ինչպես նաև բաց տարածություններում ապրող թռչունների ձվերի կճեպը հաստ է։ Թռչունների մեծ մասի ձվի կճեպը սպիտակ է, ոմանց մոտ այն գունավոր է։ Ցամաքում ձվադրող թռչունների ձվի կճեպի գույնը համընկնում է միջավայրի գույնի հետ, իսկ փակ բներում ձվարկողների ձուն սպիտակ գույնի է։ Ձվի կճեպը ունի բազմաթիվ անցքեր, որոնք անհրաժեշտ են սաղմի գազափոխանակության համար։ Կճեպը ոչ միայն պաշտպանում է ձվի պարունակությունը մեխանիկական վնասվածքներից, այլև ծառայում է որպես հանքային աղերի աղբյուր աբակաճտերի կմախքի գոյացման համար։ Կճեպի արտաքին կուտիկուլային օրգանական թաղանթը պաշտպանում է ձուն մանրէների ներթափանցումից։ Ձվի դեղնուցը պարունակում է 40-ից 56% ջուր, իսկ սպիտակուցը 85-ից 90% ջուր։ Պրոտեինի քանակությունը նրանց մեջ հավասար է և կազմում է համապատասխանաբար 15-ից 20 և 10-ից 15%։ Ածխաջրերը կազմում են մինչև 1%, հանքային նյութերը 1-ից 3 և 2%։ Բոլոր թռչուններին փոքրից շատ է յուրահատուկ է սեռական երկձևություն դիմորֆիզմ։ Այն լավ արտահայտված է հավազգիներից շատերի, ճնճղուկազգիների և այլ տեսակի թռչունների մոտ։ Նշված թռչունների արուները խոշոր են էգերից և ունեն վառ գունավորում, բարձր ձայն և բարդ ելք։ Ոմանց արուները տարբերվում են էգերից միայն իրենց մարմնի մեծությամբ։ Գիշատիչ թռչունների և բվերի մոտ էգերը ընդհակառակը մեծ են արուներից։ Թռչունների ընտանեկան հարաբերությունները բավականին բազմազան են։ Սրանց մեջ կան մոնոգամներ, պոլիգամներ տեսակներ, որոնց սեռական հարաբերությունները կոչվում են պոլիբրանխիգինիա և պոլիմիքսուսիետա։ Միոգամիայի դեպքում մեկ էգ և մեկ արու կազմում են ժամանակավոր կամ երկարատև ընտանիքներ։ Կարապների, արծիվների, սագերի, խոշոր տառեղների զույգերը պահպանվում են մի քանի տարի, երբեմն ցմահ։ Սագերի, բադերից, ճնճղուկներից շատերի զույգերը պահպանվում են բազմացման մեկ սեզոնի ընթացքում։ Ծնողները ճտեղին մեծացնելուց հետո ցրվում են։ Բադերից շատերը զույգեր են կազմում միայն ամուսնական ժամանակաշրջանում, մինչև ձու դնելը և բներ կառուցելը։ Թռչուններից ոմանք զույգեր են կազմում միայն զուգավորման ժամանակ։ Այս զույգերը պահպանվում են մի քանի րոպե կամ ժամ։ Վերջիններս արուները ամեն օր կազմում են նոր զույգեր և բազմացման սեզոնում բեղմնավորում են մեծ քանակությամբ էգեր։ Ըստ էության դա բազմակնության պոլիգինիայի ձև է, որը դիտվում է մայրեհավերի, սայրակների, խլահավերի, կոլիբրիների, կռվան կցարների մոտ։ Սեռական հարաբերությունների այն ձևը, երբ արուները հաջորդաբար հաճախում են էգերին և բեղմնավորում նրանց, կոչվում է պոլիբրանխիգինիա։ Պոլիգամիան արտահայտվում է երկու բազմակնության պոլիգինիայի և բազմաայրության պոլիանդրիայի ձևով։ Պոլիգամ թռչունները ընդհանրապես զույգեր չեն կազմում, սրանց արուները և էգերը զուգավորվում են կարճատև հանդիպումների ժամանակ։ Պոլիգամների մոտ լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը։ Իսկական բազմակնությունը յուրահատուկ է ընտանի հավերին և սիրամարգերին։ Բազմաայրության դեպքում մեկ էգ թռչունը բեղմնավորվում է մի շարք արուների կողմից։ Վերջինս ապացուցված է տինամա և կցարներից ոմանց տուրնիկես թռչունների մոտ։ Իդեալական սեռական հարաբերությունների ձևերից է պոլիմիքսուիտետը, երբ էգերը և արուները ապրում են մեծ խմբով և ազատ խաչասերվում։ Այդպիսի հարաբերությունները դիտվում են խառատիպի պոպուլյացիաներում, որտեղ յուրաքանչյուր էգ կամ արու հնարավորություն ունի խաչասերվելու ցանկացած զուգընկերոջ հետ։
Թռչունների բազմացումը սկսվում է ամուսնական խաղերով և կտղուցումներով, ճնճղուկ ազգիները բարձր երգում են, իսկ կռունկները պարում, փայտփորները կտուցով արագ խփում են չոր ճյուղերին, բվերը և անտառային կցարները բարձր ձայներ են հանում։ Կտղուցումների ժամանակ թռչունների մարմինը ընդունում է յուրահատուկ կեցված, նրանք կատարում են հատուկ շարժումներ, բացում են փետուրները, արձակում առանձնահատուկ ձայներ։ Պոլիգամ թռչունների արուները կռվում են իրար հետ։ Մոնոգամների ամուսնական խաղերի մասնակցում են երկու սեռի ներկայացուցիչները, միայն արուներն ավելի ակտիվ են գործում։ Կցարներից որոշ տեսակների էգերը, որոնք ավելի մեծ են արուներից և ունեն ավելի վառ գունավորում, ավելի շատ են կտղուցում։ Պոլիգամների մոտ կտղուցում են միայն արուները։ Ամուսնական խաղերը հեշտացնում են մոնոգամ թռչունների հանդիպումը, խթանում են զույգերի ձևավորմանը, ֆիզիոլոգիապես նախապատրաստում երկու սեռի առանձնյակների զուգավորմանը։ Յուրաքանչյուր տեսակի թռչուն ունի իրեն յուրահատուկ կտղուցում, որը արգելակում է միջտեսակային խաչասերումը։ Բազմացման ժամանակ թռչունների մեծ մասը կառուցում է բույն, շատ քիչ տեսակներ բներ չեն կառուցում, իսկ ոմանք իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում։ Մոնոգամ թռչունների բների կառուցմանը մասնակցում են և էգերը և արուները, վերջիններս երբեմն միայն բերում են շինանյութ։ Պոլիգամների մոտ բները կառուցում են էգերը, տարբեր տեսակի թռչունների բները խիստ տարբեր են, իսկ նույն տեսակին պատկանող թռչունների բները միատիպ։ Ըստ բների տեղադրման թռչուններին բաժանում են երկու խմբի՝ գաղութայիններ և միայնակներ։ Առաջինների բները կառուցում են իրար մոտ և կազմում բների գաղութներ։ Բների գաղութային տիպը յուրահատուկ է կայթներին, ձկնկուլներին, հավալուսաններին, ծովերի ափային ծիծեռնակներին, որորների շատերին, գդալակտուցներին, սերմնաքաղներին։ Թռչունների գաղութային բնակարանում դիտվում են այն տեղերում, որտեղ բներ կառուցելու տարածքը փոքր է, իսկ կերային բազան՝ հարուստ։ Վերջինս հաճախ լինում է ծովերի ժայռերին ափերում։ Միայնակ իրարից բավական հեռու տեղադրված բներ կառուցող թռչունները միաժամանակ զբաղեցնում են նաև որոշակի տարածքներ, որտեղից հավաքում են իրենց սնունդը։ Միայնակ բնակվող թռչունները լայն տարածված են, նրանց զույգերը պաշտպանում են իրենց ինչպես բները, այնպես էլ անհատական տարածքները։ Վերջինս լավ արտահայտված է հատկապես միջատակեր թռչունների մոտ։ Բնային տարածքները, որոնք զբաղեցնում են միայնակ բնակվող թռչունների կողմից, կազմում են 6000-ից մինչև 70,000 քառակուսի մետր։ Միայնակ բնակվող թռչուններից ոմանք չեն պաշտպանում իրենց բնային տարածքները և կեր հավաքելու տեղերը, սրանց մեծ մասը բնախույս է։ Բնակարման գաղութային տիպը միայնակ բնակվող թռչունների հետ համեմատած ունի որոշակի առավելություն։ Գաղութներում բները ավելի լավ են պաշտպանվում թշնամիներից, բնակարման տեղի համար չի դիտվում մրցակցություն և այլն։ Թռչունների բները խիստ բազմազան են, ինչը կապված է բնակարման տեղի էկոլոգիական պայմանների և թռչունի կենսաբանական առանձնահատկությունների հետ։ Թռչուններից ոմանք բույն չեն կառուցում, այդպիսիները իրենց ձվերը դնում են անմիջապես ժայռերի վրա կամ օգտագործում հողի և ավազի վրա գտնվող բնական փոսերը, կրծողների բները, ծառերի փչակները։ Բներ կառուցող թռչունները որպես շինանյութ օգտագործում են չոր խոտ, մազեր, բմբուր, փետուրներ, կավ, ցեխ և այլն։ Բները կառուցում են իրենց կտուցի և թաթերի օգնությամբ։ Փայտփորները ծառի բույնը թրծելով պատրաստում են արհեստական փչակ։ Անտառային թռչուններից շատերը իրենց բները կառուցում են հենց ծառերի վրա։ Երաշտահավ ճոճահավը կառուցում է փակ բույն տնակ, որը կախում է ծառին նուրբ ճյուղից, այն դառնում է անմաչելի մագլցող գիշատիչների համար։ Ծիծեռնակներից շատերը բները պատրաստում են ցեխից, որը ամրացնում են իրենց կպչուն թքով։ Շուրջ 80 տեսակի կկոներ, մեղրացույցներ, տրուպիալներ, աֆրիկական ջուլհակներ և հարավամերիկյան բադեր բներ չեն կառուցում, նրանք իրենց ձվերը դնում են ուրիշ, հաճախ ցեղակից թռչունների բներում։ Բների տերերը ոչ միայն թխսում են, այլև հետագայում կերակրում են ուրիշի ճտերին։ Տիպիկ բնային մակաբույծներից է սովորական և խուլ կկուլները։ Մակաբույծային թռչունների ձվերը գույնով և մեծությամբ նման են այդ թռչունների ձվերին, որոնց բնի մեջ դրվում են ձվերը։ Կկուլների ճտերը հաճախ մտնում են բնի տիրոջ ճտերի կամ ձվերի տակ, ուժգին բարձրացնում են նրանց և դուրս գցում բնից։ Մնալով բնում, մենակ կոկոյի ճուտը ստանում է ավելի շատ կեր և արագ աճում։ Բացի այդ, կկոյի ճուտը շուրջ 2 շաբաթ կրկնափոխ հետևում է խորտ ծնողներին և աղերսում կեր։ Բնային մակաբուծությունը գոյության կռվում առավելություն չի տալիս, այդպիսի թռչունների թվաքանակը ընդհանրապես մեծ չէ։ Բները ունեն կարևոր նշանակություն, նրանց մեջ ջերմաստիճանը բարձր է և կայուն արտաքին միջավայրի հետ համեմատած։ Բները պաշտպանում են անբարենպաստ պայմաններից ձվերը ճտերին, թխսող ծնողին, բարելավում են ձվերի և ճտերի զարգացման պայմանները, կրճատում նրանց անկման աստիճանը։ Թռչունների բները և ձվերը հաճախ ունեն քողարկող գունավորում։ Այն հատկապես լավ է արտահայտված հողի վրա բներ կառուցող թռչունների մոտ։ Ոմանք իրենց բները քողարկում են միջավայրում տարածված նյութերով, տերևներով, ճյուղերով և այլն։ Սողունների հետ համեմատած թռչունների բեղունությունը ցածր է, այն կապված է սննդի նկատմամբ թռչունների խնամքի հետ, որի շնորհիվ զգալի կրճատվում է նրանց անկման աստիճանը։ Բնական պայմաններում թռչունները դնում են 1-ից 2-ից մինչև 20-ից 22 ձու։ Խոշոր թռչունները որպես կանոն դնում են քիչ և խոշոր ձվեր, իսկ մանր թռչունները փոքր և համեմատաբար շատ ձվեր։ Կերի առատության դեպքում թռչունների բեղունությունը բարձրանում է։ Յուրաքանչյուր տեսակի թռչուն բազմանում է որոշակի սեզոնում իրեն համար առատ կերի ժամանակ։ Բարեխառն գոտում և հյուսիսային լայնություններում թռչունները սկսում են բազմանալ գարնան վերջում, ամռան առաջին կեսին։ Այդ ժամանակ օրվա երկարատևության մեծացումը խթանում
խթանում է թռչունների հիպոֆիզի գործունեությունը և ուժեղացնում հոնադոտրոպ սեռական հորմոնների արտադրությունը, վերջիններս ազդում է սեռական գեղձերի վրա, արագացնում է սեռական բջիջների գոյացումը։ Արևադարձային գոտում թռչունները բազմանում են կամ անձրևների, կամ չորունության ժամանակ։ Սեռական բջիջների վերջնական հասունացման և բազմացման սկիզբը որոշվում է անհրաժեշտ ջերմաստիճանի, կերի, բներ կառուցելու համար համապատասխան տեղերի և սեռական զուգընկերոջ առկայության ժամանակ։ Բոլոր թռչունները, բացի աղբահավերից, թխսում են։ Այսինքն տաքացնում են ձվերը և ապահովում նրանց նորմալ զարգացումը։ Պոլիգամների մոտ թխսում է միայն էգերը, մոնոգամների էգը և արուն թխսում են հերթով։ Որորների, ճնճղուկազգիների շատերի մոտ թխսում է միայն էգը, իսկ արուն կերակրում է նրան և պաշտպանում շրջապատը։ Թռչունները սկսում են թխսել բոլոր ձվերը դնելուց հետո, դրա շնորհիվ ճտերը դուրս են գալիս ձվերից փոքրիշատե միաժամանակ։ Թխսման երկարատևությունը կախված է ձվերի և թռչունի մեծությունից։ Թռչունները թխսում են 11-ից մինչև 40 օր, մանր ձվերը թխսում են կարճ ժամանակ, խոշորները՝ երկար։ Ամենաերկար թխսումը շուրջ 2 ամիս դիտվում է խոշոր պինգվինների, ալբատրոսների և անգղների մոտ։ Թխսման ժամանակ դեղնուցի մեջ ազատ լողացող սաղմնային սկավառակի կենտրոնական մասը հաստանում է գոյանում է առաջնային շերտիկ։ Վերջինիս մեջ ձևավորվում են սաղմնային 3 թերթիկներ՝ արտաքին ծլաշերտ, էկտոդերմ, միջին ծլաշերտ, մեզոդերմ և ներքին էնդոդերմ։ Միաժամանակ գոյանում են սաղմնային թաղանթներ՝ ալանտոիսը, ամնիոնը և շճայինը։ Առաջնային շերտիկից գոյանում է սաղմը, էկտոդերմից նյարդային խողովակը և նրա առջևի ծայրում գտնվող ուղեղային բուժտը, էնդոդերմից քորդան, մեզոդերմից գոյանում են ցելոմը, արյունատար և մարսողական համակարգերը։ Ինկուբացիայի վերջում դեղնուցային պարկի մնացած մասը ներքաշվում է որովայնային խոռոչի մեջ։ Սաղմը ճեղքում է սաղմնային թաղանթներին և իր կտուցը մտցնում է օդախցիկի մեջ և շնչում թոքերով։ Հետո ճուտը իր կտուցի ծայրին գոյացած կրային թմբիկի ձվային ատամի օգնությամբ ներսից ծակում է կճեպը և աստիճանաբար դուրս գալիս ձվից։ Տարբեր տեսակի թռչունների ճտերը ձվից դուրս գալու պահին ֆիզիոլոգիական հասունացման տեսակետից խիստ տարբերվում են իրարից։ Թռչունների մեջ տարբերվում են բնակալող, բնախույս և անցումնային տեսակներ։ Բնակալող թռչունների ճտերը ձվից դուրս են գալիս չհասունացած, անօգնական, կույր, մերկ, թույլ, փետրածածկով։ Նրանք երկար ժամանակ մնում են բնում, կերակրվում և տաքացվում են ծնողների կողմից։ Առաջին օրերի ընթացքում բոլոր տեսակի գրգիռներն արձագանքում են միատեսակ, բացում են բերանը և ծվծվում։ Բնային կյանքի առաջին կեսի ընթացքում ճտերը փոփոխաջերմ են, սնունդը մարսում են արագ և արագ աճում։ Լավ կերակրման և ծնողների տաքացման դեպքում ճտերի մարմնի զանգվածի աճը մեկ օրում կազմում է 20-ից 50%։ Խայտաբղետ փայտփորը երաշտահավա օրական յուրաքանչյուր ճտի համար բերում են 40-ից 45 կերաբաժին։ Այս թռչունների ճտերը բնից դուրս են գալիս լրիվ փետրածածկված, կայունաջերմ և թռիչքի ընդունակ վիճակում։ Որոշ ժամանակ նրանք ծնողներից ընդօրինակում են կեր փնտրելու և զավթելու վտանգից խուսափելու ձևերը։ Բնակալող թռչունների խմբին են պատկանում ցամաքային թռչուններից աղավնիները, թութակները, գիպսեղանամանները, փայտփորները, ճնճղուկազգիները, իսկ ջրայիններից միայն հավալուսները։ Բնախույս թռչունների ճտերը ձվից դուրս գալու ժամանակ լրիվ հասունացած են, կենսունակ, բմբուլած ծածկով։ Ցամաքային տեսակների ճտերը արագ վազում են, իսկ ջրայինները՝ լողում և սուզվում։ Ձվից դուրս գալուց հետո նրանք հեռանում են բնից, քոչում, ինքնուրույն սնվում։ Սրանց մարմնի ջերմակարգավորումը սկսվում է առաջին օրերի ընթացքում։ Ծնողները միայն պաշտպանում են նրանց և սովորեցնում կեր փնտրելու ու բռնելու, վտանգից խուսափելու ձևերը։ Բնախույս թռչուններից են ջայլամները, տինամու սագակերպերը, հավակերպերը, կռունկները, ջրահավերը, կցարների մեծ մասը։ Բավականին մեծ է անցումնային տեղ զբաղեցնող թռչունների խումբը։ Այս խմբի թռչունների ճտերը իրենց զարգացման աստիճանով զբաղեցնում են միջանկյալ տեղ բնակալների և բնախույսների ճտերի միջև։ Այս ճտերը արագ աճում են, որոշ ժամանակ մնում են բնում և խնամվում ծնողների կողմից, մինչև կարողանում են թռչել։ Այս խմբին են պատկանում ծովասուզակները, խողովակաքիթները, բվերը, ցերեկային գիշատիչները, տառեխները, արագիլները, որորների և սուզաբադերի մեծ մասը։ Կյանքի առաջին տարվա ընթացքում երիտասարդ թռչող թռչունների մահացությունը կազմում է 30-ից 50%։ Այն պայմանավորվում է կեր հայթայթելու, թշնամիներից պաշտպանվելու, անհատական փորձի պակասով և այլն։ Մարդու տնտեսական գործունեությունը, լանդշաֆտների ձևափոխությունը, չպլանավորված որսորդությունը, թունավոր նյութերի օգտագործումը խիստ բացասաբար են անդրադառնում թռչունների թվաքանակի վրա։ Մանր և միջին չափերի թռչունները սեռահասուն են դառնում հաջորդ ամռանը 9-ից 10 ամսական հասակում։ Խոշոր ագռավները, մանր գիշատիչները և որորները սկսում են բազմանալ շուրջ 2 տարեկան հասակում։ Խոշոր որորները, արծիվները, խողովակաքիթները բազմանում են 3-ից 4 տարեկան, իսկ ջայլամները 4-ից 5 տարեկան հասակում։
Թռչունների և սողունների գլխուղեղի կառուցվածքում կան մի շարք նմանություններ։ Երկու դասի ներկայացուցիչների լավ առանձնացված առջևի ուղեղի կիսագնդերի մեծ մասը բաղկացած է զոլավոր մարմիններից։ Մեծ կիսագնդերի բարակ տանիքում կան նյարդային բջիջների թույլ կուտակումներ, որոնք կազմում են առաջնային թիկնոց կամ արքեպայլում։ Այստեղ կան նաև նեոպայլումին հոմոլոգ տարրեր։ Միջին ուղեղը լավ է զարգացած, վերջինը զոլավոր մարմինների հետ ապահովում է նշված դասերի ներկայացուցիչների նյարդային գործունեության բարդ ձևերը, սակայն թռչունների գլխուղեղի կառուցվածքում կան նոր, ավելի բարձր աստիճանի կազմավորվածության գծեր։ Թռչունների գլխուղեղի ընդհանուր զանգվածը սողունների հետ համեմատած մեծ է։ Թռչունների միջանկյալ ուղեղը թույլ է զարգացած։ Նրա մեջքային մասում, որը ծածկված է կիսագնդերով, տեղադրված է թույլ զարգացած էպիֆիզը, իսկ հատակին՝ խոշոր հիպոֆիզը։ Հոտառական բլթերը փոքր են, որի պատճառով թռչունների հոտառական զգայարանը հաճախ թույլ է զարգացած։ Միջին ուղեղի խոշոր տեսողական բլթերը տեղաշարժվել են դեպի կողմերը։ Ուղեղիկը խոշոր է, ունի բարդ ծալքավոր կառուցվածք։ Ուղեղիկը հանդիսանում է շարժման, կոորդինացիայի և հավասարակշռության կենտրոն։ Թռչունների ուղեղիկը լավ է զարգացած։ Այն բաղկացած է հիմնականում լայնեկի ակոսներով ծածկված միջին բլթից որդուկից։ Ուղեղիկի խիստ մեծացումը կապված է թռիչքի ժամանակ բարդ շարժումների կոորդինացիայի անհրաժեշտության հետ։ Երկարավուն ուղեղը սահուն անցնում է ողնուղեղի։ Թռչունների գլխուղեղից սկսվում են 12 զույգ նյարդեր։ Ողնուղեղում կան ուսային և կոնքային հաստացումներ։ Վերջիններից սկսվող ողնուղեղային նյարդերը դուրս գալով ողերից կազմում են ուսային և կոնքային հյուսվածքներ։ Այստեղից սկսվող նյարդային ճյուղերը կարգավորում են համապատասխան վերջույթների մկանների գործողությունը։ Թռչունների խոշոր և հյուսվածաբանական տեսակետից բարդ կառուցված գլխուղեղը և զգայարները ապահովում են նրանց բոլոր գործողությունները։ Թռչունների աչքերը հանդիսանում են կողմնորոշման հիմնական զգայարանները։ Թռչունների մեջ, ի տարբերություն սողունների, կաթնասունների, չկան անպաճած աչքերով տեսակներ։ Թռչունների աչքերը և հարաբերական և բացարձակ իմաստով մեծ են։ Խոշոր գիշատիչ թռչունների և բվերի աչքը իր ծավալով հավասար է հասուն մարդու աչքին։ Տարբեր տեսակի թռչունների աչքերի հարաբերական մեծությունը կապված է սննդառության, մասնագիտացման բնույթի և սնունդ որսալու ձևի հետ։ Առավելապես բուսակեր սայգերի և հավազգիների աչքի զանգվածը մոտավորապես հավասար է գլխուղեղի զանգվածին և կազմում է մարմնի զանգվածի 0.6%-ը։ Գիշատիչ թռչուններից ոմանց աչքի զանգվածը 2-ից 3 անգամ գերազանցում է գլխուղեղի զանգվածին և կազմում է մարմնի զանգվածի 3%-ը։ Մթնշաղային և գիշերային կենսակերպ ունեցող բվերի աչքի զանգվածը կազմում է մարմնի զանգվածի 1-ից 5%-ը։ Տարբեր թռչունների աչքի ցանցաշերտի 1 քառակուսի միլիմետրի վրա կա 50-ից մինչև 300,000 ֆոտոռեցեպտորներ, սրվակներ և ցուպիկներ։ Վերջիններիս քանակական հարաբերությունները թույլ լուսավորության պայմաններում հնարավորություն են տալիս տարբերելու դիտվող առարկայի ուրվագիծը մանրամասնությունները։ Սրվակներում կան գունավոր և անգույն ճարպային կաթիլներ, որոնք կատարում են լուսազտիչի դեր, մեծացնում են պատկերի ցայտուն անլուսայնությունը։ Տեսողական ընկալումների հիմնական վերլուծությունը կատարվում է գլխուղեղի տեսողական կենտրոններում։ Այն թռչունները, որոնք սնվում են շարժուն օբյեկտներով, ունեն սուր տեսողության երկու կենտրոն, որոնցից մեկը ուղղված է դեպի երկարինական, մյուսը՝ մեկակողմյան տեսողության ուղղությամբ։ Ցերեկային գիշատիչ թռչունները ունեն սուր տեսողության մեկ կենտրոն։ Այդ պատճառով նշված թռչունների որս բռնելու ունակությունները ծիծեռնակների հետ համեմատած քիչ բազմազան են։ Թռչունները ունեն սուր տեսողություն, այն մի քանի անգամ գերազանցում է մարդու տեսողության սրությանը։ Սաբսան բազեն զգում է շարժվող օբյեկտը 1100 մետր հեռավորության վրա։ Թռչունները ունեն աչքի կիզակետային հեռավորությունը կարգավորող մեխանիզմ՝ ակոմոդացիա։ Այն կատարվում է ոսպնյակի ձևի և եղջերաթաղանթի կորության փոփոխմամբ, ոսպնյակի տեղաշարժմամբ եղջերաթաղանթի և ցանցաթաղանթի միջև։ Թռչունների աչքի մեջ տեսողական նյարդի ներս մտնելու տեղում կա մազանոթներով հարուստ ծալքավոր գոյացում կատար։ Վերջինս գտնվում է ապակենման մարմնի մեջ և ապահովում նրա և ցանցենու նյութափոխանակությունը։ Այդպիսի կատար ունեն նաև սողունները, բայց այն թույլ է զարգացած։ Թռչունների խոշոր աչքի ամրությունը ապահովում է սպիտակապատյանի հաստ շերտով և նրա մեջ ոսկրային թիթեղի առկայությամբ։ Թռչունների աչքերը ունեն լավ զարգացած վերին և ստորին կոպե, որոնք երբեմն կրում են թարթիչներ։ Բոլոր թռչուններին յուրահատուկ է գունային տեսողություն, որի օգնությամբ նրանք ընկալում են առարկաների գույները, ներբերանգները։ Գունային տեսողության հետ է կապված թռչունների փետրածածկույթի վառ գունավորումը։ Տեսողական զգայարանները հնարավորություն են տալիս թռչուններին շրջապատող միջավայրից ստանալու բազմազան տեղեկատվություն, ճանաչելու իրենց տեսակին և այլ տեսակներին պատկանող թռչուններին։ Վերջինս ունի մեծ նշանակություն նրա ներտեսակային և միջտեսակային հարաբերությունների համար։ Լսողական զգայարանը, ինչպես և տեսողականը, հանդիսանում են թռչունների կողմնորոշման և հաղորդակցման կարևոր օրգան։ Թռչունների ականջը իր անատոմիական կառուցվածքով նման է սողունների, հատկապես կոկորդիլոսների լսողական օրգանին։ Միևնույն ժամանակ, մի շարք վերակառուցումների շնորհիվ ֆունկցիոնալ տեսակետից նա չի տարբերվում կաթնասունների բարդ և տարբերակված լսողական օրգանից։ Թռչունների ականջը բաղկացած է երկու բաժնից՝ ներքին և միջին ականջից։ Թռչունների ներքին ականջում կոկորդիլոսների հետ համեմատած լավ է զարգացած խխունջ է և շատ է զգայուն։
Բջիջների քանակությունը սողունների հետ համեմատած թռչունների միջին ականջի խոռոչը մեծ է։ Լսողական միակ ոսկրիկը ունի բարդ ձև, որը մեծացնում է նրա շարժունակությունը թմբկաթաղանթի տատանումների ժամանակ։ Թռչունների թմբկաթաղանթը մեծ է, գմբեթաձև, այն գտնվում է արտաքին ականջի ձագարաձև փոսիկի հատակին։ Վերջինս իրենից ներկայացնում է արտաքին ականջի սկզբնակ։ Գիշատիչ թռչունների ձագարաձև փոսի խոռոչը մեծ է։ Արտաքին ականջի անցքը շրջապատված է մաշկային ծալքով, ապագա խեցիով, որը մեծացնում է լսողության հնարավորությունը։ Եվստախյան խողովակները միանում և ընդհանուր անցքով բացվում են ըմպանի մեջ։ Ականջը ծածկող փետուրները տարբերվում են մյուս փետուրներից։ Նրանք պաշտպանում են լսողական անցքը, մեխանիկական ազդեցություններից, կազմավորում են ձայնային հոսքը։ Այս փետուրները բարձրանում կամ իջնում են, որի հետևանքով լայնանում և նեղանում են լսողական անցքը։ Նրանք կատարում են ձայնափողի դեր։ Բոլոր թռչունները լավ լսում են, շատերը նաև լավ երգում են։ Թռչունները լսում են 30-ից մինչև 20,000 հերց հաճախականությամբ տատանումներ, ինչը համընկնում է մարդու լսողական սահմաններին։ Թռչուններից ոմանք հավանաբար ընկալում են գերձ ձայներ, լսում են իրենց տեսակին պատկանող թռչունների ձայնային ազդանշանները, կեր հանդիսացող կենդանիների, թշնամիների ձայները։ Ֆիզիկապես ձայները բնութագրվում են իրենց հաճախականությամբ և ուժով, սրանցով են պայմանավորվում ձայների բարձրությունը և ուժը։ Թռչուններից շատերը, հատկապես բվերը, ընդունակ են բավականին ճիշտ որոշելու ձայն հանող օբյեկտի տեղը։ Ղեկավարվելով միայն լսողական զգայարանով, բվերը հաջողությամբ բռնում են իրենց որսին։ Յավայական կիպսեխ սալանգները, ինչպես նաև այծքիթներից գուախարո թռչունները, որոնք բնակվում են քարանձավներում, ունեն ձայնային լոկացիա, արտադրելով 1,5-ից 4,5 կհ հաճախականությամբ ձայներ, որոնք մի րոպեում կրկնվում են 9-ից 10 անգամ, նրանք հեշտությամբ թռչում են քարանձավների մութ պայմաններում։ Նույն տեսակին պատկանող թռչունները իրար ճանաչում են հիմնականում իրենց յուրահատուկ ձայներով, ինչը կանխում է միջտեսակային խաչասերումները։ Տարբեր պոպուլյացիաներում յուրահատուկ ձայները պայմանավորում են նրանց վերարտադրման մեկուսացումը և նոր տեսակների գոյացումը։ Գիշատիչ թռչունների ձայնագրված ձայները օգտագործվում են օդանավակայանների օդային տարածքը այլ թռչունների երամների ներթափանցման և ինքնաթիռների հետ բախման հնարավորությունը կանխելու համար։ Այդ ձայները օգտագործվում են նաև լճակային ձկնային տնտեսություններում, որտեղ նրանց օգնությամբ սահմանափակվում են ձկներով սնվող թռչունների հաճախումը այլ տնտեսություններ։ Թռչունները իրենց ձայները արտադրում են ստորին կոկորդով, որը ուժեղացնում է շնչափողի օգնությամբ և ձևափոխվում է վերին կոկորդով։ Թռչուններից ոմանք ձայներ են արտադրում վերին և ստորին կտուցները, ինչպես նաև թափահարող և հեղեկային փետուրների իրար շփելով թևերի շարժումներով։ Նշված ձայները ունեն կենսաբանական լրատվության նշանակություն, նրանք հանդիսանում են թռչունների հաղորդակցման միջոց։ Թռչունների հոտառական զգայարանները սողունների հետ համեմատած լավ են զարգացած, չնայած նրան, որ առջևի ուղեղի հոտառական բրդերը թույլ են զարգացած։ Թռչուններն ունեն քթի մեծ խեցիներ, քթային մեծ խոռոչ և հոտառական էպիթելի մեծ մակերես։ Կան հիմքեր ենթադրելու, որ թռչուններից ոմանք ունեն լավ զարգացած հոտառական զգայարան։ Վերջինս օգտագործվում է կեր փնտրելու ժամանակ։ Բադերը սովորական կերը հայտնաբերում են հոտառությամբ 1,5 մետր հեռավորության վրա։ Նոր զելանդական կիվին, որի աչքերը փոքր են, կերը հայթայթում է հիմնականում հոտառական օրգանների օգնությամբ։ Համային բողբոջները տեղադրված են բերանային խոռոչի լորձաթաղանթում, լեզվի վրա և նրա հիմքում։ Թռչուններից շատերը տարբերում են քաղցր աղի դառը համերը։ Թռչունների մաշկի մեջ տեղ-տեղ կան նյարդային զգայուն ազատ ծայրեր կամ մաշկային զգայության ավելի բարդ օրգաններ։ Նրանք կազմված են նյարդային ծայրերով հյուսված զգայուն և հենարանային բջիջների կուտակումներից։ Այդպիսի կուտակումներ հայտնաբերվել են մաշկի փետուրներով ծածկված և չծածկված մասերում, կտուցի վրա, բերանային խոռոչում, ետին վերջույթների վրա։ Այս գոյացումներից ոմանք կատարում են թերմոդետեկտորի դեր, հանդիսանում են շոշափելիքի զգայարաններ։ Փափուկ գրունտի միջից կեր հավաքող թռչունները իրենց կտուցի ծայրում գտնվող հատուկ փոսիկներում ունեն բազմաթիվ շոշափելիքի մարմնիկներ, որոնց օգնությամբ հայտնաբերում են որսին։